Հիմի գլուխները ջարդելով ներս կվազեն տղաներս, թորներս, հարսներս, որ իրենց հաշմանդամ հոր հալն իմանան։ Բայց արածը տան խղճություն չի տարան։ Չէ բամարդ, տղաներ, թորներ, հարսներ ունենա ու ամիսներով աչքը ճամփին մնա թե ինչ է, մեկն ու մեկը պետք է տան դուռը բացի։ Եկած վախտնել ոտքի վրա։ Պապ ոնց ես։ Պապուլե ոնց ես։ Պապուսյա ոնց ես։ Ոնց որ ողորմություն, մի համբույր տան ու թողնեն գնան։ Այ այսպես։ Տարին մեկ անգամ կհավաքվեն, պապ, այսօր ծննդյանը տորն է, պապ 1000 տարվա կյանք, ուտեն, խմեն, երգեն, պարեն ու թողնեն գնան, այս այ անխղճությունը, ինչիս է պետք ես կյանքը, դու ես տղաներիս խոսքն զրուցն եմ ուզում լսել, թորներիս ծիծաղը, հարսներիս վեճը, ինչիս է պետք ես կյանքը, դուք ինձ շատ կներեք, ես հասակի մարդ եմ, կյանքիս մեծ սուտ ասած չկամ, բայց մի սուտ պարալիչ եմ ընգել, ինչ անեմ, ոս ես պես անեմ գուցե տղաներս հասկանան վիճակս ու վերջ դնեն ես մենակությանը։ Տարո! Բայ, հարևանս է։ Տարո! Տարո եղբայր? Համե։ Ինչպես ես? Դեր շնչում է։ Չէ, լավ ես, լավ։ Մահին հաղթեցիր։ Զանգեցի մերոնց։ Այո, ասի ձեր հորը պարալիչ է խփել։ Այդպես մի անգամից տնաշեն, մի լեղաճակ եղան։ Վայ, հապա ինչպես, հետյակ պատմեի, ալիքը խնդրեց, աղաչեց, թե Սոֆիկ մորակուշ մոտիկ չհերանաս, էսա եղբորոց են գալիս ենք, վայ, իսկ հարսը, Անժելա, հոգիս հանեց, թե ոնց, ինչպես, ախր ելեք ծնունդներ, երկեց, բարեց, ասում եմ, Անժելա ջան, ինչպես եղավ չգիտեմ, մի անիտ ներս մտա, դեսաղոտն ու ձերքը թուլացած, խրխրացնում է։ Յա, ախր չեմ խրխրացրել Սոֆոկ հույրիկ։ Դու ինչ գիտես, անզգա ընկել էիր, կես շամ երկու խոս չէիր կարողանում ասել, էդ հիմի է, որ լեզու տեղն ընկել է, տնաշեն, ներս մտա, լեղիշ ջակեց, դու ընչըտ ծրվել, աչկերը չռել, լեզուտ է լալկել, եթե ես մի քիչ էլ ուշանայի, հիմա երևի են աշխարհը տուրիստ գնացած կլինեիր, շնորհակալությամբ փոխարեն, դեր վրաս փնփնթում ես։ Քո մարմնով պարտական եմ Սոֆո։ Ուտել չես ուզում։ Չէ։ Իսկ դուրս գնալ։ Ուր։ Դե բնական պահանջով էլի։ Չէ։
40 տարվա հորիվորներ ենք, մի կաշվիր, տարոն եղբայր, հաշվիր, որ քույրդ է։ Ես արդեն Ապրես, ուրեմն հիվանդությունը թեթև է։ Խոսքը մեր մեջ մնա տարոն եղբայր, ես մի ժամում մեծ տարբերություն կա։ Նույնիսկ թվում է, թե բոլորովին առողջ ես, այսպես որ գնա, շուտով ոտի կկանգնես։ Հա, ես էլ եմ կարծում, որ ոտքի կկանգնեմ շատ շուտ։ Ափսոս։ Ուրեմն բաժանվում ենք, էլի։ Ինչու՞։ Դեմա տղաներդ որ եկան, քեզ կտանեն, հո չեն թողնի այստեղ մնաս։ Դե ասի նեղություն չտամ, բեր չդառնամ։ Այ մարդ, ոչ նրանց հացինես, ոչ ջրի։ Թոշակդ քեզ հերիք ու հերիք է, հալա մի բան էլ իրենց կմնա։ Էլ չեմ ասում, որ դամնել ձերին ծառա կունենամ։ Հիմա ծառա, պրոֆեսորի ռոջի կարշե, չնակով էլ մանգար չես տպնի։ Տարոն եղբայր, կարող է պատահել, որ մի ծովել ես, և ուրիշ պապ։ Չեմ հասկանում։ Գուցե ամուսնանալ ես ուզում։ Հոգուտ մեղք մի արա, Սոֆո, իմ Նազլուից հետո գնամ նոր սեր կապեմ, հայ։ Ճիշտը թե կուզես իմանալ, այս հիվանդությունը քեզ զորով կպցրիր։ Ոնց թե։ Հա, մենակությունդ, կարոդից պարալիչն կար։ Որ ասում ես, երևի։ Սոֆո, ուրեմն ասում ես, գնամ մնամ, հա, մենակ մտածում եմ, թե որի մոտ մնամ։ Որի մոտ էլ գնաս, տեղ կունենաս, տարոն եղբայր, Տակ աստծու, պետությունը տղաներից բոլ տվել է, աբեբեկը 4-5 սեյդակոնի։ Ախր մեծի մոտ մնամ փոքր կվիրավորի։ Հա, ճիշտ է։ Փոքրի մոտ մնամ, մեծը կնեղանա։ Դու էլ գնա նրա մոտ, ով առաջինը քեզ կասի, հեր ջան, քեզ տարա։ Ճիշտ է, տանում են Սոֆո ջան, տանում են, տարոնին ես տնից, հանում են։ Շատ ճիշտ է։ Հետո հերթով տարոն եղբայր, մեկ մեծիտ մոտ, մեկ փոքրիտ մոտ, մեկ փոքրիտ մոտ, մեկ մեծիտ մոտ։ Տարոն եղբայր, իսկ հարցները դեմ չեն լինի։ Ինչ ես խոսում, Սոֆո, հարցներս տղաներից ավելի շատ են սիրում ինձ։ Երևում է։ Ենքան են սիրում, որ երեկվա թերացկումածները թողել են, որ դու հավաքես։ Ոչինչ, Սոֆո ջան, ոչինչ, ջահել են, չեն հասկանում։ Սոֆո, մինչև տղաներից գալը, այդ սեղանը մի քիչ կարգի բեր։ Այս անգամ ներողություն։ Հերս ասում է գեշեղի, էշ մի եղի։ Նրանք ուտել ես մակրեն։ Ախր որ կան այդպես թապ-թպած տեսնեն ամոթ է։ Չէ, թող գա, իրենց թողած ամոտը մակրեն։ Սոֆո, ես խնդրում։ Չէ։ Բարի մեր ջան, բարո տարին հայլի։ Ուշանն է բարի հաստ պիտի գնա մեր ջան։ Մերնեն բոյի, տարոն ես հետավիտսեր, դե ես մի ռոբե ոտուստում կծեմ ու գա։ Ախր շատ ուշացան։ Դե հազիվ հազելի, երևի մտածում են ում մոտ տանեն, որ սենյակում քեզ տեղավորեն, վայ, տարոն, վի, չանետ, մեկ ձրվում է, մեկ դզվում է, հիմա էլի ձրվելու։ Չեմ մզգում։ Հա, էդ լավ է, ուրեմն հիվանդությունը թեթև է, հա, ես գնացի, ախելի գա։ Լավ է, Սոֆոն գլխի չնգա, թե չկբռնեմ ստիս մեջ խայտարակ կմնեմ։ Փոքր հարսս, այ նստած ես աթորին ու կոտրտվելով են ինչ երգեր երգում։ Մոնղոլական երգեր, ինչեր։ Հա! Չինգիզ խան։ Յո, առողջացա, այման, ինչի էր մերգաճը, դու գենքդ ձերքս կաշեր, Ամանները։ ամանների հետ նլանից ախվայ, հազին էիր լավացել,
օգնի բարձրանամ։ Դեսերի սոխապնեցին։ Օգնի բարձրանամ։ Չէ, ես չկամ։ Ջանս։ Ուի, սպասիր Դավթին ասեմ գա օգնի։ Դավիթ, այ Դավիթ, շուտ թռիր, այստեղ ավարիա է։ Սոֆոն իմ էլ որ գլխի չընկավ ուրեմ վատ չեմ խաղում։ Ես տանում չերին այն մեր ջան։ Ապարելով է։ Ես ինչ է պատահել։ Դարոնների, բարալիչը։ Ոնց է պատահել։ Ես ինչ գիտեմ, հարավոտներս մտա տարուն չկա, ոտիկ ձերից սաղատներ մնացել է։ Տարոնների ջան ոնց ես։ Որտդ դու ստգնի Դավիթ ջան։ Այ մեր ջան մի վախի այդքան հազուկ չեմ մեծացել, մի կերպ կդիմանա։ Տարոնների ջան հիմա ոնց ես, հա։ Զահրումար լավ ես, հազիվ շնչում ես, գուցե վեր գնատանա դրնկը պալեց։ Այ մեր ջան քեզ ինչ պատահեց։ Այդ տեսնում ես դրից գնացել է։ Լսիր, ախր դու նույնպես չես ասում դժբախտություն է պատահել։ Դե չուզեցի ճաշը թարամ անեմ, ասացի հետո գասեմ։ Առանց քեզ կճաշեի, ոնց ես մարդուն մենակ թողել։ Դե հիմա հոգերի չեմ է։ Ուֆ, ախր բոլորովին լավ էր, որ սատանան իրեն բրդեց։ Լասիր այ հալևոս, քեզ չես խղճում, գոնե ինձ խղճա։ Արավոտվանից հոգիս կերար է, հանգիստ նստիր տեղը տել մինչև ձերուն գամ, քեզ իրենց հանձնեմ, հետո դու գիտես, գլխկոնցի կդաստեմ, պարտաբար կպարես, ինչ կուզես արա, մորացի որ արյուձեիր է, դու հիմա սաղատ ես։ Ինչ է եղել, որ սախատ է, այ մեր ջան, մի փոքր նոպա է հիմա կանցնի, տարոներ ջան, ես հիմա կգնամ բժիշկ կկանչեմ։ Հիմա տղաները կկան, բժիշկ է, ինչ է, իրեն կկանչեն։ Տարոն հայրիկ, մորս ասասները սրտիդ մոտ մի ընդունի, գիտես չէ, լեզուն չար է, իսկ հոգին շատ բարի։ Գիրեմ, Այդ տեսար շնչել չի կարողանում։ Ոչինչ, կշնչել, կգերթիել, կպարել, մեր ջան, Հա ջան։ երևի սոված կլինի, գնահոտելու բան բեր, ես մնամ մոտը։ Հա, հիմա վերի։ Արագած ռուշանում եմ, մեր ջան։ Վարի, Տարոն հայրիկ, ինձ կներես, ես պետք է գնամ, մեր Երևանյան մետրոյի համար նոր թունելափոր մեքենա եմ բերել։ Ասում են մեքենա չէ, հրաշք է, լեր ապարաշ չի տողնում, խաժրում է, են տակի ջուրն է վրայից է խնում։ Հիմա ժամանակ չունենք, դեպ ամեն ինչ կպատմեմ։ Տարոն հայրիկ, սիրտդ ինչ է ուզում, ասա բերեմ հա քեզ համար։ Դավիթ, Հա մեր ջան, Դավիթ ջան, մինչև դու գաս, նա այստեղ չի լինի։ ինչու՞։ Դե հիմա տղաները որ գան կտանեն, հո չեն թողնել այստեղ մնա, չէ՞։ Ախր հասկացիր այ մեր ջան, ես վիճակով ուր տանեի։ Դու առանջին ման այստեղ էլի։ Ախր, ում պիտի նայի։ Դու տղաները, հասները, մենք էլ կանք ու կանք ով պիտի նայի։ Բարև Տարոն հայրիկ, վայ բարև հարս։ Բերեցիր ճաշը Վարդուի ջան։ վերեցի, Վախ Տարոն հայրիկ, մայրիկը մի աննման բոզբաշ է, որ կերան ցավիտ կեսը կասի։ Այնպես որ պինկած սալիպես մեջքիդ կանգնացեք։ Չէ՞ մեր ջան։ Բավոց։ Դե դուք հաստատեք ուտելու, ես գնացի ուշացա մեր ջան։ Վայ, շոմակ ճարավուր։ Ժամանակ չունեմ, հետո դուք։ Դավիթ, դու։ Ժամանակ չունեմ, հետո։ Արածը դուրը տեկավ Տարոն, տեսար, տղեսկո պատճառով սոված գնացի։ Հա լավ չեղա։ Այ ասում եմ, եթե դու մեկ էլ սկսես քո ֆոկուսները, էլ չեմ նայի որ սախատես է, վայդ կտա։ ինչ է եղել որ։ Այս հերոսը վերերկացե որ այդ ամանները հավաքի։ Ինչպես կարելի է Տարոն հայրիկ, ախր քեզ շարժվել չի կարելի։ Հետո մենք մեռած ենք որ թողնենք դու այդ վիճակում աման հավաքի։ Ասի չգան այդպես թափ թփած տեսնեն ամոթ է։ Հա? Որ ամոթ է, վերգաց հենց հիմա գնա մակրի հավաքելը վա։ Ինչ ես ասում այմա։ Սաֆա։ Չխոսե։ Մի մտածիր Տարոն հայրիկ, հիմա ինքս կհավաքեմ կդասավորեմ։ Այ Վարդուի ջան, ես էլ կարող եմ մաքրել էլ հավաքել էլ։ Բայց գիտես չէ հորս ասած խոսքը։ Ավելի լավ է գեշ լինեմ, քան էշ։ Այ օրմի հորդ։ Նրանք աղա են մեկ ծառա, հա։ Հետո ինչ անենք որ մեկը ճոճի գինեմ, մյուսը կոմպոզիտորի։ Ճաշը սարեց, բեր, հա։ Այդ չեմ ուզում։ Զորոգեր, դու չխոսես մենակ բացարաբերանց, Վարդուի ջան ճաշը ձերիդ պահի։ Այ մարդ, հայիտ մնայրի, բայ, մենք այդքան ժամանակ չունենք ժամերով սպասենք, ինչ է դու տնկալով մի կտալուտ ես, դասնել թափես։ Վարդուի ջան, բեր, այդպես աչի ջան։ Տարոն եղբայր, դու բացարաբերանը տեսնեմ, բացարա, ապրես, հոց դի բերանը Վարդուի ջան,
Տարոն եղբայր, արի այսպես անենք, այս մեկը, ալիքիդ խատրին, այ շատ ապրես, հացտի բերանը բալա, տարոն եղբայր, այ, Տարոն հայրիկ, այս մեկն էլ Ռոբերտի խաթեր, լսեցիր Վարդուհից ինչ ասաց, այս մեկն էլ Ռոբերտի խատրին, այ ապրես, հացտի բերանը ալիք ջան, արի տարոն եղբայր, այ, այս մեկն էլ, Դավիթից խատրին, Վաղ, կամաց, այ շատ ապրես, Համով է տարոն հայրիկ։ դե ինչ ես հարցնում Վարդուհի ջան, կարծես առաջին անգամ լիմ եպատ ճաշել ուտում, նիշ տաբիր է տարում, կամաց, ծամիր նոր գուլդուր, այդ ես ոնց եմ անելու, ապրես, Վարդուհի ջան, դու մորդ մոտ պտի գնայիր, երեխուն վերցրու գնա, Ոչինչ մամ ջան, մամայի մոտ վաղը կգնամ։ ապրես ազիզ ջան, ապրես, արի մի հատ պաչիմ քեզ, կիսավա չես բերել, Այ մոռացա, հիմա բերեմ։ դողմիկի չունչ քաշել, տնաշել, հոգնեցի անաստված։ դրա, մի քիչ հանկրտացիր, տարա, այ, այսպես լսող որ լինես, ինչ որ ծրվել է, կդազվի, չանետելի դզվեց, տեսար, Սոֆո դու հավատում ես, որ ես հիվանդ եմ, ինչ, խաղում ես, չի է ում, ինչ է, որ առողջ եմ, շատ, դրա համար գախնից 3 տարեկան երեխա է ստացել, հա, մտմիջումըտ պրզավ, բաց բերանը, տարոն, ամոտ, ամոտ հայ կնի, Սիկը հստել, մի մոտ աջուլու, ում կերագիրտ է, ունացելին հու, այ ապրեսու, շատ ապրես, հիմա տարոն եղբայր մի անգամ էլ, մի հատ էլ, բացարաբերանը տարոն, նա պաստա, ինչ ես նստել ծառիկ, այ շատ ապրես, Սովո, Աջան, դեմքս ու շատ բատ չի, տղաներս հանկար չվախենա, չի, ավելի սիրունացել ես, բոյողացե, դու բացարա տարին, այ շատ ապրես, այ դու հիմա ինձ այսպես դուր ես գալիս, Վարդուհի, բեր այդ կիսելը տալքը բրձենք ազիզ ջան, Ես ինքս ման։ հա դլավ, հիմա հերթափոխը դու ընդունիս, ինձ ատպիջում, շեղավ, Երեք երկում են կարող է ինչ պատահեց քեզ։ արդեն լավ է, մի գուշ ճաշեց, հիմա էլ դեսերտ է ընտրում, Վարդուշ, այդ ինչ դեսերտ է։ Վարդուհի, կիսել, իսկ կիսել պապուսյան կարելի է, նիչևո, это վիտամին, մեղա, իսկ ճաշն ինչ է, տավարի մսով ոզբաշ, ինչ է կնա, տավարի միսը պապուսյայի ստամոքսի համար շատ դժվարամաս է, Անժելա, ոչինչ, հուկ կտակետ հա, չէ, շատ լավն է, ոչ պապուսյան, տավարի միսը քո ստամոքսի համար շատ դժվարամաս է, ախր նրա ոտն ու ձերքն են բռնվել, իստամոքսը պարկացու, ջղաղացիկար, ինչ մծվես կաղա, Շնորհակալ եմ Սոֆի Մարի, անչափ շնորհակալ եմ ձեզանից։ Ներեցեք խնդրեմ, ներեցեք։ ոչինչ, Սոֆիկ մայրիկ, ջին եղացեք, մեր պապայի մասին ենք մտածում, հանկարծ վիճակը չվատանա, ոյ, не дай Бог, ինչ կա այստեղ նեղանալու, պապուսյայի վիճակը հիմա այնպիսին է, որ պետք է շատ զգուշ լինել, այ էնցիկլոպեդիայում գրված էր, որ ոզբաշ հարկավոր չէր, հարկավոր էր մի թեթև բան, դու դերներ հիմա դուք կտա, մենք, բայց ինքը ոչինչ ենք վերել, ոչ թե,
Բարուդադար բերեք կացել եկե, չենք կարող ջր եփած ճաշից մի աման բերեիք ուտել։ Ճիշտն ասած իմ մտքով չանցավ։ Ես էլ ասեմ ոչինչ չի պատրաստել։ Բա մեր բոզբաշը դեր չէ փաթու չվերատ, ոչինչի լավ չի։ Ապրես Վարդուհի, դրանք մնացածն ես ուտեցնեմ։ Ռադիվոգը, ես ինքս մոտեցել եմ։ Պապուսի այս իրաց հարցը ես եմ, նա միայն իմ ձեռք։ Ոչ ես պետք է Իզուր ես վիճում, իզուր եք վիճում, վերջի կթալն են։ Տարուն այլի, վերջի կթալն են։ Անուշ եղավ պապա ջան, թող սրտունքներդ էլ ես սրբեմ պապուսյա ջան։ Վարդուհի ջան, հաջող, այդ ամանները հավաքի։ Ես ինքս կավակեմ։ Դուք ձեր երեկվա գերած խմածը հավաքեք այստեղ։ Ախ պապուսյա, մեզ չթողեցիր, ինքդ էլ չես հավաքել։ Իսկ Ռոբերտն ուր է։ Նա հիմա կգա։ Ռոբերտը գնաց պրոֆեսորին վերի սանախվայրի։ Դե, տարոն եղբայր, արևագասներից, բարոբոտքի կանքնես, մեկ գազ, մեզ է չմորանար։ Չեք ասում, Սոֆիկ մայրիկ, մենք ձեզ երբեք չենք մոռանալ։ Դուք մեր հոր համար ոչ թե հարևան եք եղել, այլ հարազատից ավելի, խնամել եք, նայել եք, շնորհակալ ենք։ Ոչ միայն հորը, ձեզ է, երկու եղբայրների, քիչ չեք ջերքերի վրա պապան արել, էցի մայրով պաշտոնով մարդ եք դարձել, անցնում եք բարերը չեք տալիս։ Ով ես։ Ալիկիս մերելի է, այնքան սրված է մեկ նույնիսկ ինձ եք չի նկատում։ Սոֆիկ մայրիկ, մենք ձեզ մեր մայրիկի պես սիրել ու հարգել ենք։ Դրա համար ձեր հոր ծննդին մի կես դրան չեք ասում, հարևան, համեցեք։ Յոթվում եմ ուղղակի չեմ մտածել։ Ծննդին չեն հրավիրում, հարգողն ինքն է գալիս։ Մինչև դեր հավաքները մենք միշտ էլ եկել ենք։ Եկել ենք բարև ուրախացել ու գնացել, չէ Տարոն հայրիկ։ Ճիշտ է բալա ջան, ճիշտ է։ Վարդուշ, և շատ իզուր պետք է մնայիք։ Դե մենք հասարակ մահկանացուներ ենք, մեզ արգելված է անկոչ հյուր լինել։ Չէ, Վարդուհի, չէ, մենք Դավիթ հետ միասին մեծացել ենք։ Մի օրում է ծնվել է։ Այսապես, երբ որակներ տանվեն մայրիկ չեք ասում, աղը չեմ խմին լուսում։ Պրոֆեսոր եք։ Համեցեք պրոֆեսոր։ Պավջան։ Բարետես։ Վայ հայրիկ ջան։ Վայ հայրիկ ջան։ Չէ, լավ ես, լավ։ Ամարդ ինչ էի քարայրոց գցել, հա։ Են աշխարհներ գնացել Ռոբերտ ջան։ Ես ու Դավիթս հազի հետ բերեցինք։ Բայց բժիշկ ջան։ Այսպես չանել, մեկ ծրվում է, մեկ դզվում է, հիմա էլի ծրվել է ոնց որ թե։ Համեցեք։ Հայրիկ ջան։ Համեցեք։ Հայրիկ, բոլորովին չմտածես, մի տեսում եմ բերել։ Մեր բժշկական աշխարհի ամենահայտնի աստղը։ Հիմա Հակոբ Համբարձուիչը քեզ իսկույն ոտքի կկանգնեցնի։ Հիվանդը ինքն է իրեն բուժողը, մենք միայն օգնում ենք։ Բարև, Բարև պրոֆեսոր։ ինչ է պատահել, ինչից եք դժգոհում, Ոտն ու ձեռքը բռնվել եմ, պրոֆեսոր ջան։ ոտքերը բոլորովին չեն կորձում, աշխատեք շարժել, իսկ ձեռքերը ապապարտեցրեք։ Ահա, հիմա լեզուն ցույց տվեք։ Բժիշկ ջան, նրա ոտն ու ձեռքն են բռնվել, իսկ դու լեզուն ու աչքն ես տնտղում եք։ Ձեր պիգինն է։ Հարևանն է։ Նրա դիկինը քանի տարի խռովել է, գնացել է աշխարհը։ Ձեր հայրը մենակ է ապրում։ Ձևականորեն մենակ։ Երբ բանից եք այս վիճակում, Երեկվանից։ Ոչ, երեք մինչև ուշ երեկո երկու պարում կատակում էինք։ երեք քևեր ձեզ մոտ, հա։ Ո, պրոֆեսոր, այն էլ ինչ կեվ, պրյամը պրելեստ։ Այո, երեք լրացամ մեր սիրելի հայրիկի ծննդյան 75 տարին։ Եկանք ընտանիքով նշեցինք, մի լավ քեֆ արինք, երգեցինք, ուրախացանք։ Պրոֆեսոր, պապուսյան մեր ընտանիքի հոգին է։ Ամեն տարի ինչպես օրենք, բոլորս տղաներով, հարցներով հավաքում ենք շուրջը։ Ահ, պրոֆեսոր, միայն թե դուք տեսնեիք, թե մեր պապան ինչպես է պարզ, հիշում ես Անժելա։
Հետո բոլորդ քնացիք եւ նա մնաց մենակ։ Թորներիդ սիրում եք։ Այո, Հարցների։ իհարկե։ Ռոբերտ Արոնիչ, ինչու ձեր հայրը ցեսը չի ապրում։ Երևի պայմաններ չունեք։ Ինչ եք ասում։ Եթե նույնիսկ պայմաններ չունենայինք էլ, կստեղծեինք մեր սիրելի հայրիկի համար։ Բժիշկ ջան, ինքը չի գնում։ Այնքան են խնդրում, աղաչում, չի ուզում։ Միթե։ Հիմա ինչ էի բզենատղաներիդ հետ ապրել։ Կուզենայի եթե տանել։ Ինչպես հայրիկ։ Ինչ ես խոսում հայրիկ, ինչպես թե եթե Բայելա հայրիկ, բա դա ասելու բան է։ Ուզում ես Ալիքի մոտ, ուզում ես ինձ մոտ։ Անպայման պետք է նրան տանել։ Այս վիճակում նրան մենակ թողնել չի կարելի։ Կյանքով երբևէ հիվանդացել եք։ 40 տարվա հարևաններ ենք, ես նրա դնքոցը չեմ լսում։ հայրիկ առողջությունից չի դժգոհել։ Իսկ սրտից ինչպես է։ Ո պրոֆեսոր, մեր պապուսյայի սիրտը առյուծի սիրտ է։ Չէ, լավ։ Իսկ ախորժակից այսօր որևէ բան կերել եք։ Քիչ առաջ ես ու հարցը զորով բոզբաշուտաց։ Անպայման պետք է սնվել, անպայման։ Ռոբերտ Արոնիչ, դե ինչ ասեմ, հավանական է հեմիպարեզ է։ Դարուն, մսեցի, հիմա պիտի բարեց։ Հեմիպարեզ, այսինքն ցախ կողմի թեթև անթեմալուծություն։ Իսկ որտեղ է ննջարանը, ձեր հորը տեղափոխեցեք այնտեղ։ Ես ուզում եմ նրա ողն ուղեղն է ստուգել։ Շատ բերից։ Ալիկ, օգնիր հայրիկին տանենք սենյակ։ Ոչ, հենց այդպես բազկաթոռով։ Ձեր հայրը շատ է ձեզ իր թևերի վրա պահել։ Երկու ժամ թող տարեք նրան։ Սերեցի։ Գրացի հայրիկ։ Խնոջ պապուսյա։ Ախ, պապա ջան, ով կսպասե, ում մտքով կանցնի հսոպի։ Սոպիկ մայրից, ամանները տար խոհանոց։ Որդու ջան, շշելուր դու վերցրու, լիլի գնացի։ Ինչ պատայեց քեզ։ Ինչ եղավ։ Ինչ եղավ։ Սպասի, Ես աթորը բիշ։ Ինչ եղավ այ մամ։ Ռադի կուկուրիթը սպրնեց։ Մարդի ջան, մեջքը ստրորի։ Հորս ասած խոսքը հիչիր ու մաշկի։ Լավ է դեշ լիդեր, կանտեշ։ Ինչ շաշկիր։ ամանների հետ զղկացիկ լինին։ Տեացալվացիկ պրծակիլի։ Շոս նականքավ։ Վարդուս ջան, կացախտան մի կացախած Գնադեր։ Սոֆիկ հայրիկ։ Հաջա, Ջերմաշապ ունեք։ Վերեք։ հիմա բեր։ Ինչ է, չվերջացրեց քննելը։ Տես հանկարծ համերքից չուշանա։ Այլևս ինչ ամերք։ Առանձնապես ինչ է եղել, որ սովորական ծերունական հիվանդություն։ Հասկացիր անհարմար է։ Անհարմարն է, որ մենք Ռոզալա Ջումշոտովա եւ Խաչիկ Մելքոնովիչ հետ պայմանավորվել ենք։ Ամսերն արդեն վերջված են, նրանք մեզ են սպասում։ Ոչինչ, կզանգարենք, բացատրենք։ Ալեք, սիրելիս, Պապասյան, ծեր մարդ է, այսօր վատ է, վաղը լավ կլինի։ Դե քանի օր է ոտու ձերը մինքել, որ շորս համերքին հասցնեմ։ Առավոտ շուտ էլ վազեցի վարսավիրանոց, մազերս արտարեցի, մանիկյուր արեցի, ինչի համար։ Աժելա, եթե չես հասկանում։ Ալեք, եթե սիրում ես ինձ։ Աժելա, մի բռնանա բավական է։ Դե հասկացիր, սալավարի թե, որ մենք նրանց հետ մոտիկանանք, մտերմանանք։ Խաչիկ Մելքոնովիչը մեծ հեղինակություն է։ Այսօր վաղը դիսերտացիատ կավարտես, ով է ճանապարհը թարթելու։ Նա։ Լավ։ Եթե ուզում ես, ինքդ գնա։ Առանց քեզ։ Ես պետք է մնամ հայրիկի մոտ։ Նաև իմ հայրն է։ Դու գիտես թե ես ինչպես եմ սիրում ու հարգում նրան։ Այ կխնդրենք Լիլիկին։ Նա կմնա Պապուսյայի մոտ մինչև մենք համերքից վերադառնանք։
Մեր ցաճիկով։ Ահա տեսա։ Մեր ցաճիկով։ Բայց այսօր բացառված է։ Ռոբերտս մոտ ճաշկերին թե իպատի ամերիկացի հյուրերի։ Այնպես որ ես այսօր չեմ կարող ներեք։ Շնորհակալ եմ Սոֆիա, շնորհակալ եմ։ Սրեքես կացախանջը։ Շնորհակալ եմ։ Առայժմ այդպես է կարծնագրենք, թե մի պարես, նման հիվանդներին նախ եւ առաջ հոգեկան հանգիստ, խնամ, քարազատ ջերմ մտորորդ է պետք, եւ նա շատ շուտով ոտքի կկանգնի։ Հակոբ Համբարձումիչ, իսկ ինչ խորհուրդ եք տալիս, հայրիկին դեղորայք կարելի է։ Առայժմ միայն խնանք։ Ուրեմն, մեր Պապուսյան, այնքան լավ է, որ ոչ մի դեղորայքի կարիք չկա։ Ոչ, Պապուսյան այնքան էլ լավ չէ։ Նրա բուժիչ դեղը առայժմ ձեր քուրքուրանքն է։ Օ, պրոֆեսոր, Պապան դրանից զուրկ չէ։ Այո, հրաշալի է։ Բայց Հակոբ Համբարձումիչ, գուցե լավ կլիներ հայրիկին տեղափոխեինք հիվանդանոց։ Խորհուրդ չէի տա, նա այնտեղ կարող է վատանալ։ Չեմ հասկանում։ Եթե մեր Պապուսյան իսկապես հիվանդ է, ապա անմիջապես պետք է տեղափոխել հիվանդանոց։ Իհարկե, այնտեղ ձեր կառնեն միջոցներ, էլեկտրիզացիա, սրսկումներ, ֆիզիոթերապիա։ Հետո այնտեղ նա կլինի բժշկական ամենօրյա հսկողության տակ։ Եվ ինչպես պետք է կբուժեն, կքննեն, կզննեն։ Բայց նման հիվանդներին դժվար թե հիվանդանոցը ընդունի։ Ինչու՞։ Ուրեմն միայն առողջներին են ընդունում։ Նախ ոչ բոլոր հիվանդներին պետք է տեղավորել հիվանդանոցում։ Փորը ցավեց հիվանդանոց, քթին մի բզուկ հիվանդանոց։ Շատ լուրջ հիվանդություններ ավելի հաջող կարելի է բուժել եւ տանը։ Ես եմ ասում, որ տան ավելի հոգատար կլինեն։ Իսկ ձեր հորը ոչ այնքան բժիշկ է պետք, որքան դուք ձեր ժպիտները։ Ռոբերտ Արոնիչ, ահա իմ թևատոմսը։ Ձեր հորը այլևս չթողնել այստեղ մենակ։ Կյանքումս այսպիսի բուժում չէի իմացել։ Շատ տարօրինակ դեղատոմս է։ Եթե գտնեք անհրաժեշտ, ինձ տեղյակ պահեք ձեր հոր վիճակի մասին։ Առայժմ։ Մեքենան ձեզ տուն կտանի, պրոֆեսոր, խնդրեմ։ Հիվանդի մոտ մեքենայով իսկ տուն կարելի է եւ ոտքով։ Ստեսություն։ Համետ։ Ստեսություն, պրոֆեսոր։ Դե։ Ինչ եք որոշում։ Միայն հիվանդանոց։ Այո, ես էլ եմ այդպես կարծում, այնտեղ լավ կլինի։ Այո, բայց պրոֆեսորն ասաց, որ այդպիսի հիվանդին կարող է եւ չընդունել։ Այ մարդ, կարող ես մեր հայրիկի մասին չանհանգստանալ։ Աչքդ դեռ չթարթած, տեղակալս չոմբեն։ Նրան կտեղավորի լեջ կոմիսիայի լուքս համարում։ Սպասիր։ Գուցե հայրիկին պետք չէ հիվանդանոց։ Լավ, ապա որտեղ։ Կտանեմ ինձ մոտ։ Ալեք, խնդրեմ հենց այս րոպեին տեղափոխենք, բայց հորդ ոչ թե մեր տան 4 պատերն են, հարկավոր այլ բուժում։ Էլ ինչ ես ուզում, լուքս համար, առաջնակարգ բժիշկն է, Ռոբերտ Արոնովիչ, զանգեցեք ձերա չոմբեին թող գործի։ Լավ, հիմա ես կզանգարեմ, ամեն ինչ լավ կլինի։ Մի մտածեք, ամեն ինչ լավ կլինի։ Պետք չէ հայրիկին հիվանդ։ Դուք չեք հասկանում։ Ալիկ աթար մոտեցի, լավ։ Այս է, հայրիկ ջան։ Պապուսյա, մի փոքրիկ կոնսիլիում էր։ Բաբջան, քեզ որոշեցիք տեղափոխել։ Ուր։ Հիվանդանոց։ Այո։ Ինչի հիվանդանոց։ Բաբջան, քեզ այնտեղ կբուժեն, կքննեն, կզննեն, ոնց որ պետքն է։ Իմ բուժումը դուք եք, ձեզ հետ, ձեր մեջ։ Բաբջան, մենք ամենուր մոտդ կգանք, ամենով, Չէ, ես հիվանդանոց չեմ գնա։ Հանգստացիր հայրիկ ջան, հանգստացիր։ Մեզ մոտ կգաս, հանգստացիր։ Նա հիվանդը չի հասկանում, իսկ դու։ Պապուսյա, սիրելիս, հասկանում ես, քո կյանքը մեզ համար շատ թանկ է, մենք չենք կարող այն վտանգել։ Չէ, ես հիվանդանոց չեմ գնա։
Արդեն ամեն ինչ կարգադրված է, զանգարեցի, մեզ այնտեղ սպասում են, հայրիկ ջան, դե պատրաստվիր գնանք։ Չէ, ես իմանալու չեմ գնա։ Սպասի, ինչպես թե չեմ գնա։ Վայ, հայրիկ ջան, աղը դու չես պատկերացնում եմ, դու այնտեղ դրախտային կյանք ունենաս։ Բավական է բժիշկներ իմանան, որ դու Ռոբերտ Տարոնովիչի հայրն ես, քեզ համար երկնքից աստղին կիջեցնեն, իշխիր ու վայր։ Ես առողջ եմ, առողջ, մի քանի օր և ոտքի վրա կլինեմ։ Ավելի լավ, հայրիկ ջան, լրիվ, կարողանաս, նորից ետ կբերենք։ Ուզում եք, այս երգեմ, բարև։ Ինչ ես անում, Արմար, հալիք մնա, մորացար են աշխարից հազիր հետ բերեցի։ Չխոսես, Սովա։ չխոսես, կյանքիդ մեջ ամարանոց չես եղել, հաշվիր, որ տղետ կես համար ուղեգիր է ճարել, ամարանոց ես գնում, կգնաս, կհանգստանաս, կարող չանաս հետ կգաս։ Ճիշտ է ասում, հայրիկ ջան, շատ լավ կլինի, համար մի մտածիր, ինչ է եղել վերջապես, ամեն ինչ լավ կլինի, ալիք օգնիր, հայրիկ ընտանենք, վերցրեցիք, իրերը պատրաստեք, վերցրիք, գնաս։ Իսկ եգիպտական փարավո։ Շարժից, իրերը բերեք։ Կարող հայրիկ ես ու։ Ամարանոց։ Здравствуй, Софик Марик. Բարև Սոֆիկ Մարիկ։ Ույս դες տեսնովին, քանի օր անցավ, գոնե գայիք մի լուր տայիք։ Դե աղա եկան զեկուցելու։ Պապուսան լավ է, պարկեցրել ենք։ Արդեն գիտենք, տեղն էլ, հարկն էլ, պալատն էլ, այսօր էլ գնում ենք տեսության։ Նրա սիրած ճաշն էլ պատրաստում են, որ տանենք ուտի։ Փլա։ Չդու։ Լիլի, այսօրվա հոգսից պրծանք։ Սոֆիկ Մարիկ, նեղություն մի քաշեք։ Պապան ամեն ինչով ապահոված է։ Սա նեղություն չէ, հարգանք է։ Իսկական հարևան։ Հետագայում եկեք հերթականություն սահմանենք։ Հերթականությունս որն է։ Դե Սոֆիկ Մարիկ, այսօր Լիլիկի հետն է պապուսյային ճաշ տանելու։ Եթե այսօր դուք եք գնում, ուրեմն վաղուց Լիլիկը կգնա։ Դու նաև մյուս օրն էլ ես։ Հերթ սահմանենք, հերթով։ Խնդրում եմ, մեզ ձեր հերթից հանեք։ Մենք անհերթ կգնանք։ Ճիշտ է ասում Սոֆիկ Մարիկը։ Մեռնեմ օրենքին։ Դե ախր ինչու մեկ օրում երկու պերեդա չի։ Առանց այդ էլ մեկից տարածը չի ուտում։ Համով ճաշ որ եպես կուտի, ինքը չուտի, մեկ ուրիշը կուտի։ Բանը գործ չունենք, նստենք ուրիշի համար ճաշ պատրաստենք։ Հիվանդը ուրիշ չէ, Անժելա։ Դե նրանց այնտեղ այնպես են կերակրում, ինչպես բանկետում։ Լալավ Անժելա, արի ծաղկներ ջրեք ու գնանք։ Աղջիկներ, իմացեք, ծաղիկները առավոտը կջրեն, ես արդեն ջրել եմ։ Դուք արդեն ջրել եք ծաղիկները, Սոֆիկ Մարիկ։ Շատ շնորհակալ եմ։ Ուրեմն այլևս անելիք չունենք։ Գնանք տուն, Ալիկը Սարադոպանից սոված ծարավ նստել է դիսերտացիայի վրա։ Գնամ մի բան պատրաստեմ, որ ուտի շտապի։ Անժելա, իսկ դու նոր պետք է մաքրի։ Դու։ Միգուցե դու։ Վերցրու ավելը։ Վերցրու ավելը, Անժելա։ Եկան վարդիդը, մինչև հիմա կինոյում էիք, ուր են երեխաները բան։ Տարամերոնց մոտ։ Լավ Եթե եկել է։ դեր չի եկել, շուտ գար, թուտ թապտար, մի քիչ թուտ տանեինք։
Ես ինչ սիրուն վարդեր են, Ազիզ ջան։ Տարոնքերու համար է։ Լավ է սարի։ Դե բալես, բալես պրինտենես։ Հիմա սպրոցը բերեմ, մամ ջան։ Բալիկ ջան։ Տարոնը բերեց քեզ ու տնկեց, խնամեց, հայփայեց, մինչև ամրացար, հասակ արար։ Ինչեր ասես չտեսավ ես տտիցար։ Դարձավ մեր բոլորի ուրախ և տխուր օրերի վկան։ Պատերազմի տարիներին է մեզ է, մեր երեխոցն է, համ հաց էր, համ գատա։ Ուզորյալ լինես պատերազմ, մեր բագից քանիսը գնացին ետ չեկան, միայն տարոնը եկավ, էլ են սախատված։ Եկավ, մեր բակի երեխոց հել դարձավ, չեմ մորանա, ինչպես թութը թապ կտոր, ու որպես բայոք բոլորիս հավասար կբաժաներ, ոնց որ մի ընտանիք, միասին մրցել ենք, միասին մեծացել։ Մեր բակը մի մեծ, բովանդակ աշխարհ էր, մնաց թթի ծառը, մենք ու տարոնը, տարոնն էլ կկոչի, հետո էլ մենք, կմնաս որբ ու մենավոր, մի օր էլ տեսար, եկան քեզ կոկահանարին, է վերջ, կար և չկա իլևս մեր ուրախ, երուզերով լեցուն բակը։ Վերջակ, ես իմը վերջացրի։ Չներանաս Անժելա, դուրս չես գալիս, ծույլ ես ծու։ Առաջին անգամ չէ, որ ասում եք։ Ախր ջահել ես, չես հասկա։ Իմացիր, տղամարդը քեզ նման կնոջից, ուի, շուտեղի աստապվում։ Ես նրա համար անփոխարինելի եմ։ Ալիկը լավն է, բարի, լսող, համբերող, բայց դեր, դանակը ոսկորին չհասցնեց։ Մեկ էլ տեսար ասաց, Անժիկ ջան, նախբարում։ Ես նրան այնպես եմ մարզել, որ նա ինձ երբեք չի թողնի։ Դա աստված։ Այ երբ առաջին անգամ նրան տեսա, ասացի, սա է որ կա։ Աղջիկները վխտում էին շուրջը, բոլորին քշեցի ու Ալիկը հուր հավիտյան մնաց իմը։ Այ նրա մոտ ձեր ճիշտը չի անցնի, իսկ իմ սուտը կանցնի։ Դե ասա, տղային կախարդել, թող դու գիրես արել։ Դա ախր ուրիշ կեր, բոլո հնազանդ ամուսին չես ունենա։ Վայ Անժելա ջան, կարծում էի երեխա ես, վայ, հաջան, եկա բալես, եկա, վայ Անժելա ջան, չմերնից դու Ազիզ ջան։ Չեմ էլ պատրաստվում։ Դու ինչու եկա։ Անցնում էի, ասի մտներ Սոֆի Մարիկին խնդրել, աչքը տան վրա պահի միջև տեսնենք ինչ է լինելու։ Հետո ուզեցի ծաղիկները ջրել։ Անջա,
Ծառիկներն էլ ջրեցի։ Տունն էլ կարգի բերեցի։ Փոխանակ նստես դիսերտացիան ավարտես, ժամանակը տանտեղի վատնում ես։ Այդ ինչ ես գնել։ Հայրիկի համար մի քիչ միրգ։ Այսօր մեր հերթը չէ։ Գիտեմ։ Սիրտս ուզեց հայրիկիս անհերթ տեսնել։ Որ ինչ։ Ուզում ես ցույց տալ, որ որը շատ ես սիրում։ Դե ում է պետք է ցուցադրությունը։ Քանի օր անցել եղբայրդ մի անգամ էլ չի եղել մոտը։ Ուրեմն քեզանից պակաս ես սիրում ու հարգում նրան։ Նա ժամանակ չունի։ Իսկ դու ունես։ Դու անգամ պետք է էգոիստ լինես։ Հանուն քո դիսերտացիայի մոռանաս եւ ինձ որդ բոլորիս։ Լավ։ Ես միրգը կհանձնեմ կգամ։ Վաղը։ Այսօր Լիլիթն է գնում, Դավիթը մայրը։ Հանգստացիր։ Չեմ գնա։ Գիննս չգիտես։ Առանց ինձ թրական ջիդետևը տեսար, դիսերտացիայիդ ավարտն էլ կտեսնես։ Անժելա։ Բարև Լիլիթ։ Բարև։ Դու դեռ այստեղ ես։ Գնում ենք։ Ալիկ, գնացինք։ Ներողություն։ Քանի որ Ալիկ այստեղ է, ավերսրավելը գոնե հատակ ալիր։ Ինչպես։ Ասնեկան կեմ դեր մաքրել եմ Ալիկ։ Վերցրավելը։ Խնդրեմ։ Հոգի համեց։ Մերջան։ Դեպք եկա, կարող ենք շարժվել, Մերջան։ Դավիթ ջան, Աջան։ ասում եմ, մի քիչ էլ թուտ տանենք, այդ մեծ ծառից թափ տանք, հա? Սփռոցը մաքուր լվացել է։ Չէ, սփռոց պետք չի, Մերջան։ Ես իմ ձեռքով հատիկ կքանեմ, իսկ դուք պատրաստեք շուշանակ։ Արևացեք շուշանակ, Մերջան։ Ահա, այս ունեմ տեսնում։ Չաո, Դավիթ։ Անժելա, բարև։ Լսիր, թութը պրծավ թութ չկերան։ Դե ծառի տերը տարոնքերն է, դուք ես ժառանգները, վայելեք։ Ժամանակ չունենք։ Ճիշտ է, ժամանակի տեսակետից բոլորսեց այդ նոտի մեջ ենք։ Բայց այնտեղ ժամանակ գտնում եք, որ թութ էլ քաղեք, ձեզ էլ հրամցնենք, տիրոջն էլ բաժին կանենք։ Ողջույն կոմպոզիտորին։ Էդ ինչ է, մուսալերը տեղափոխվել են դույլերի մեջ։ Հա, Ալիջան, բարև Դավիթ։ Բարև։ Այդ ինչ է, թութ ես ուտում։ Դե քավողը պիտի ուտի, չէ։ Երբեմն հակառակն է լինում, չքավողն է ուտում։ Ճիշտ է, Ալիջան, այդպես էլ է լինում։ Հիմա ձեր բաժինը կբերեմ։ Շնորհակալ եմ։ Մենք ժամանակ չունենք, ալի գնացինք։ Խոսեք, բա թութը։ Հիմա մեր թութը Ալիկիս դիսերտացիան է։ Դե իհարկե։ Մեզ հասարակ մահկանացուներիս համար առանց դիսերտացիա էլ այս աշխարհը նեղ չէ։ Դե լավ, որ ջուրը հասել է, գոնե ծարավ հետ մի գնացեք։ Համտես արեք, միգուցե համտես։ Ճիշտ ես, գոնե համտես արեք։ Ինչ կարծր է։ Մանկությունս եմ հիշում։ Կարծես առաջին անգամ ես ուտում, այդ կարծրեք։ Հիշում ես բարտացային տեղ եւ Գավաշում է, դու ինչ ինչ կանենք մենք կող բռնում, հա։ Իհարկե։ Միգուցե փորձենք կոմպոզիտոր։ Չէ, Դե փորձենք։ Փորձենք։ Չէ, Դավիթ ջան, Դավիթ ջան, ես չեմ կարող, Դավիթ։ Իսկ դա այդ բան չէ, Ալի։ Ալի, Ալի ջան, հիշում ես քո առաջին երգը սիրո մասին։ Չէ՞։ Ես քեզ հիշում եմ։ Դու չկացել ես, դու էլ չկաս, սերցը նորքե, բախտը երաս, դու չկացել ես, դու էլ չկաս,
իմ սիրո հույսը աշերդվար, դու չգացել ես։ Ալիկ ջան, ախր հասկացիր Ալիկ, դու արդեն անհանած կոմպոզիտոր ես։ Ինչպես կարող ես քո այս հոյակապ մեղեդիների աշխարհը թողնել ու ուտնել գիտությանը չորուցանակ լաբիրինթոս։ Ախր դու ինչի՞ն է պետք է դիսերտացիոն չգիտես, հա՞, ինչի՞ պետք է։ Ինչ չէ պետք Անժելային է պետք։ Դե միթե վատը, եթե գիտական կոչում էլ ունենա։ Դե հասկացիր Անժելա, ամենաբարձր կոչումը նա արդեն ունի, կոմպոզիտոր, իսկ վնացած կոչումները դա արդեն տոնածառի խաղալիքներ են կողքից կպած։ Ալի գնա, քանի դրսակեց խելքի չի հանել։ Գնացի։ Ես քարա։ Հայ դու։ Քուդել։ Քուդը սեղանին է։ Ծառի վրա համն ուրիշ է։ Երեխայությունը մի տնկավ ինչ է։ Երևակայր այո, ուզում եմ մի պահ մանկանալ։ Դավիթ, Երանի քեզ, որ ամեն օր կարող ես այս թթի ծառը բարձրանալ։ Այստեղից ուրիշ կերպ ես ընկալում աշխարհը։ Ալիկ ջան, թեկուզ կյանքի ամենաբարձր ծառն էլ բարձրանաս, պետք է աշխատել միշտ մարդ մնալ։ Հիմա շատերը ձգտում են ոչ այնքան գիտությանը, որքան կոչումի, դիրքի, պաշտոնի։ Տեսնում ես ամեն ինչ ձեռք է բերել, ամեն ինչ, եւ դիրք, եւ պաշտոն, եւ կոչում։ Ուղեղը լիքը, իսկ հոգին դատարկ։ Երբեմն ոչ մեկը ոչ էլ մյուսը, բայց ունեցողի կջնջեն։ Ինչպես մերս է ասում, կերծ վարդապետ են դառնում, վանքի հավերն են խժռում։ Որքան հաճելի է քեզ լսել Դավիթ, որքան հաճելի է։ Ես ինչ Ալիկ ջան, դու ինքդ լավ գիտես, կյանք ինձ երես շտվեց։ Հայրս պատերազմում զոհվեց, անհետ կորավ եղբայրս։ Մնացի ես եւ կարկտար դարձած մայրս։ Դարձած ծրիչ, բանվոր։ Հիմա գիտես Երևանյան մետրոյում թունելագործ եմ աշխատում։ Թունելագործ։ Այո, թունելագործ։ Անժելա պատարի եկապացի։ Տնտեսիների ամենաերջանիկ պահը։ Ալիկ, աղբը մնաց հասի։ Հիմա գալիս եմ։ Ալիկ ջան, ես կտանեմ։ Շնորհակալ եմ Դավիթ ջան։ Դու տանուշարա, դու դիսերտացիա գրի, ինչ գործ ունես ապրել, ես կտանեմ։ Շնորհակալ եմ Դավիթ ջան, շնորհակալ եմ։ Այ, ինչ քաղցր թութ է։ Համերես։ Մանկությունը հիշեցի։ Կշտացա։ Երևակայել ոչ։ Շտապիր։ Սպասում գա շնորհակալություն հայտնի կտու։ Ճանապարհին կհայտնես քո շնորհակալությունը։ Վայ Անժելա, վայ Անժելա։ Արգասու, ողջ և առողջ, հասա իմ տունը։ Օխայ, ես ինչ անուշ թութ է։ Դավիթ, մենք պատրաստ ենք։ Ես տարան հայրիկ ջան։ Ես երևում եմ թութ քանի որ մերեի քեզ։ Այստեղ կուտ է։ Ճիշտ է։ Այս ծաղիկներն քիչ համար են։ Շնորհակալ եմ բալա ջան, շատ շնորհակալ։ Այս բռնավորն ով է։ Տարոն կերին է։ Ես ուրենքն ինչ բռնավոր այ մեր ջան։ Հիսուս Քրիստոս։ Այ անավոր է ինչու ես եկել։ Թութուտերու։ Դու քո գլխին փորձանք ես է։ Էսա թութն է, քո սրա ցավով լավն է դերում է քե։ Չէ, այստեղ կուտ են։ Մի քիչ լավացար եւ իժնեցիր, հա։ Դավիթ ջան, դրա տաքսի վեր հետ տանենք։ Ես ոչ մի տեղ չեմ գնա։ Ես հիվանդացա, որ մերոնց հետ ապրեմ։ Ոչ թե անդերի պես տանենք կցել հիվանդանա։ Բաղ! Այդ ինչ եղավ, տանը։ Դարում լեխայ։ Եվ ինչ եղավ։ Ինքան են ծակցկել, որ մաղ եմ գարը։ Բա, պիտի ծագեն, ծակցկեն, ինչ է որ լավանաս։ Ես լավ եմ, լավ։ Դավիթ, Հաջան, տղա ջան, իմ հույսը դու ես, չթողնես, որ տղաներս ինձ նորից հիվանդանոց տանեն։ մի անհանգստացիր, տարոն հայրիկ ջան։ Դու այլևս այստեղից ոչ մի տեղ չես գնա։ Մեր ջան վերջ, ոչ մի հիվանդանոց։ Վարդույթ ջան, սեղանը գցիր, հոնի արաղներ վեր։ Բարի գալուց ասենք ու խմենք կենացը, տարոն հայրիկ։ Դավիթ, Հաջան, լավ, օրնվի քու ծնունդը, օրնվի։ Բա ես քեզ կթողնեմ հիվանդանոց, տարոն հայրիկ ջան։ Ասմես լավացել ես։
Ինչով ես ներքնի քիչ կարգի դերում։ Ախ, ես ինչ անուշ երազ էր։ Երազիս ես արդեն իմ տղաների մոտ էի։ Ամիսն անցավ, չկա, ինձ մոռացել են։ Իսկ այ, ես Դավիթը, որ անհեր մեծացավ, ոչ միայն չի մոռացել ինձ, այլ է սելն հավաքել, որ թեթևացնի իմ վիճակը։ Ինչ էի մտածում, ինչ դուրս եկա։ Բարև, կարելի է։ Համեցեք, պրոֆեսոր ջան, համեցեք։ Այսօր ինչ-որ թախսոտ եք երևում, հա, մտածում եմ։ Ինչի մասին։ Աշխարհի մարդկանց մասին։ Եվ ինչ։ Աշխարհը հավերժ, մարդն անցողական, մարդ ծնվում ես, բայց միշտ չէ, որ մարդ ես մեռնում։ Աշխարհ գեղեցկացնողն էլ, այլանդակողն էլ մարդն է։ Հա, փիլիսոփայում եք, հա։ Դե իմ ես վիճակին ուրիշ ինչ է մնում ինձ անել։ Չէ, ինչպես տեսնում եմ, ված չեք, դեմքն էլ ուղղվել է։ Դեմքս ոչինչ, պրոֆեսոր ջան, ոտներս թուլացան, ոտներս։ Ոչինչ, այդ էլ կանցնի, ժամանակավոր երևույթ է, մանավանդ հիմա ոտքերի կարիք չունեք, սայլակներին փոխարինում է։ Հա, իհարկե։ Ապրեն տղաները, իրենց հոր համար նույնիսկ երևանյան ժիգուլի են քնել, հա։ Հա, ոչինչ չեն խնայում։ Մոդդ լինում են։ Ամեն օր։ Ուրախ եմ, անցնում էի պատահական ասացի հանդիպեմ։ Շնորհակալ եմ, պրոֆեսոր ջան։ Ես ճիշտ ասած, ես հույս չունեի ձեզ այստեղ հանդիպել, դու ես կարծում էի դուք ձեր տղաների մոտ եք։ Չէ, այսինքն ես չուզեցի գնալ։ Ասի թող ոտքերս մի քիչ պնդանան, ես իմ ոտքերով կգնամ։ Շատ թույլ է, շատ։ Ապա եկեք փորձենք ոտքի կանգնել։ Չեմ կարող, պրոֆեսոր ջան։ Համենայն դեպս փորձենք։ Ախր այնքան եմ փորձել այդպես, կարծես իմս չլինի։ Վայ սիրտս։ Օգնեցեք։ Օգնեցեք սիրտս։ Պրոֆեսոր, սիրտս։ գուցե պարկեր։ Ոչ, նստեմ։ Նստեք, պրոֆեսոր ջան։ Համեցի։ Ջուր։ Հիմա պրոֆեսոր ջան։ Հիմա։ Համեցի։ Շնորհակալ եմ, անցավ։ Դուք լավ մարդ եք երևում, անգամ մոռացաք ձեզ, որպեսզի օգնեք ինձ։ Այդ տեսեք, ողջ եւ առողջ կանգնած եք ձեր ոտքերի վրա, չէ՞։ Հիմա վիճակը փոխվեց, առողջը դուք եք, հիվանդի ես։ Հա։ Ես խաղեր։ Մի քիչ էլ ես խաղամ, սա էլ բուժման նոր մեթոդ է։ Ինչ շատ կներեք, պրոֆեսոր ջան։ Ես հասակի մարդ եմ կյանքիս մեջ սուտ ասած չկամ, բայց իմ այս սուտը բարի նպատակով է։ Ես մեղա, պրոֆեսոր։ Ես առաջին օրն իսկ զգացի ձեր կեղծիքը եւ պատճառն եք գուշակեցի։ Դուք համաչելու ոչինչ չունեք, դուք իրոք հիվանդ եք։ Դիագնոզը կարոտ։
Ես որպես բժիշկ երբս մարդ չէի կարող անդարբեր մնալ, ամեն կերպ աշխատեցի իմ մեթոդով բուժել ձեզ, իսկ ձեր տղաները չընդունեցին եւ ձեզ տարան հիվանդանոց։ Ուրեմն դուք գիտեիք։ Ոչ միայն ես, այլև հիվանդանոցի ձեզ բուժող բժիշկը։ Նա էլ գիտե։ Այո, ես նրան հայտնել էի ձեր դիագնոզը եւ խնդրել էի, որ չմատնի։ Իսկ դուք փախել եք հիվանդանոցից եւ այն էլ շատ զավեշտական կերպով։ Չդիմացա պրոֆեսոր։ Իսկ ես պայմանավորվել էի, որ բժիշկը խոսեր ձերոնց հետ։ Ինչի մասին։ Նստեք, հանգած կարող են ձերոնք տեսնել։ Հա, այդ ճիշտ է։ Ձեր միակ բուժիչ տեղը հարազատների հետ ապրելն է։ Եթե այս անգամ էլ չհասկանան, Այ դա արդեն ինձ համար մահ կլինի պրոֆեսոր։ այո, բայց որքան դեռ պետք է սպասեք ու տանջվեք։ Ոչ նրանք են տանում, ոչ դուք եք ուզում ապաքինվել։ Ոչինչ, մի քիչ էլ խաղամ, համբերությունը կյանք է։ Սա արդեն խաղ չէ։ Մի րոպե պատկերացնենք, որ դուք իրոք անդամալույց եք։ Չէ, պրոֆեսոր ջան, իմ տղաները լավն են, ախր նրանք այդ բանը կապացուցեն։ Արունը ջուր չի դառնալ։ Այ ֆիդային էր, ջան ֆիդային էր, ձեր մայրերը ձեզ ղուրբան, մշուր սուլտան սպկարաբետ, թող լինի, այ պրոֆեսոր ջան, տես, ես ժիգուլին բերեցիմ տղաներս, որ իմ վիճակը թեթևացն է։ Այո, դուք ուժեղ մարդ եք։ Մնում է ինձ ներողություն խնդրել եւ ասել ցտեսություն։ Ցտեսություն պրոֆեսոր ջան, շատ շնորհակալ եմ, շատ։ Նստեք, հանգած խաղնիկը կարող է բարձվել, նստեք։ Հա, ճիշտ է, այ ցտեսություն։ Ցտեսություն պրոֆեսոր ջան, ցտեսություն։ Համե, Ինչպես ես դու քեզ զգում։ շատ վատ։ Աչքերս մտնեց։ Ոտքերս լացան։ Վայ, ուշքս գնաց։ Չլինի սա էլ ինձ նման է։ Սովո, Զոհրում եմ։ Չես տեսնում, մեռնում եմ։ Հասիր է։ ախր ոնց հասնեմ, ոտքերս։ Թուլացել են, հա։ Հա, Պարալիչ ես։ Ոտից, ձերից սախացել ես, հա։ Ոսի։ Էդ քո պարալիչը ինձ վրա է բռնում։ Էդ ոնց է, պրոֆեսորին թռար, խդդեցիր, ջուր տվեցիր։ Իսկ ինձ, ես հեչ, ես թող մեռնեմ, հա։ ասի, ուրեմն դու տեսահար։ Տեսայել, լասեցի։ Ուրեմն ես մի ամիս է դու մեր գախին, թադրոն ես խաղում։ Ես մեղա Սովո։ Ապա մի շուտի ճիրետ ժիգուլից։ Սովո։ Իչիշ։ Ուրեմն, Դավիթս գիշերներ լուսացնի, քեզ համար Սիոնի աղքատի պես, սրանից, նրանից, հա ես մուրա, հայն անի վճարի, և դու անամոտապար վեր կենաս ասես թե ժիգուլին տղաներդ են գնե։ Ես մեղա Սովո։ Ու դող կուրացող, ամբուս դլով մեկ ոմի պես առաջ թալվենք, ու դու մեր բոլոր առաջ ջուրը թապես ու ձերած գոդ է։ Գլուխս էլ ջարդես իրավունք ունե։ Վայ, տարոն, վայ, որ կախի ինչի հավատա, որ դու սուտ հիմատես։ Ասիր, դու տեղովդ մեկ դերասան ես է։ Այո, բա ես մեղ չեմ, գոնե ինձ մի կես բերան զգուշացնեիր։ Քանի անգամ ուզեցել եմ ասել, բերանս բացել եմ, հասկացրել եմ, որ դու ես առողջ եմ, դու չես հավատացել։ Տարոն բայ, ու մտքով կանցներ, որ ես հասակին ծաղրացու ես դարձել։ Լավ վիճակի չէ, որ ծաղրացու եմ դարձել։ Գիտեմ, դարդդ խորն է, ենտեղ կանգնած վշում էի կեզ, սիրտս կտոր էր լինում։ Այան աստված, բայ որ էիր խապում, որ ձերոնք խնդրում աղաչում են, որ գնաս իրենց հետ ապրես։ Քեզ խապում էի,
ինձ մխիթարում Սոֆո։ Դե լավ, քեզ մի տանջի, չեն ուզում, պետք չէ։ Վախենում ես առանց իրեն, չապրես։ Հա, իհարկե, բայց ցավալի է։ Այ ասում են, քանի բաղում ծիրան կա, բարև Աստծո բարին կա։ Բաղի ծիրանը վերջացավ, Աստծո բարին էլ վերջացավ։ Դարը փոխվել է, Թարոն, փոխվել։ Չէ, մի ասա։ Այ Դավիթ է։ Դարիս ոգին Դավիթներն են, ոչ թե նրանք, որոնք անընդհատ ուզում են փոկել, գրփել։ Դու ես մեղավոր, որ ես մինչև մի էստեղ եմ։ Ես։ Հա, էլի։ Մերոնք տեսնում եմ, որ դուք ինձ խնամում եք, քաշվել եմ մի կողմ։ Վերջի եկար փոփոքդ իմ գլխին ջարդեցիր։ Սոֆո, խնդրում եմ, մի բան հնարի, ասա որ էլ չեք կարող նայել։ Եվ իսկույն տարան։ Կտանեն, Սոֆո, պետք է տանեն։ Կտանեն։ Թեկուզ մեկ օր։ Կտանեն մեկ ժամ։ Անպայման կտանեն։ Միայն քո օգնությամբ։ Կտանեն։ Բայց տես հա մերոնց ոչինչ չասես, թե չամբողջ կյանքումս կանիծեմ քեզ։ Չէ։ Ձերոնց էլ չասես, թող չիմանան իմ ծիծաղելի վիճակի մասին։ Ես տղաներս է։ Չէ, հարցդ է, Անժելան։ Դե դու ժիգուլիտ մի կողմ քշի, մինչև ես իմ հրաժարականը տամ։ Բարև Սոֆիկ մայրիկ։ Բարև։ Պապուսան ուր է։ Քնած է։ Ինչ անենք։ Հարկավոր էր, որ սրանք շտապ ստորագրեր։ Էլ ինչ թղթեր են։ Իրանունից դեմուն։ Ուզում ենք մեր անետային որպես խնամող գրանցել իր պապիկի մոտ։ Ջեր անետան 10 տարեկան չկա։ Դա ոչ մի նշանակություն չունի։ Իսկ շրտսովետը կգրանցի։ Իսկ ինչու չպիտի գրանցի։ Ինչ իմանամ, ասում են հաշվարման մեջ ենք, շուտով տներս քանդելու են, նորմալ չեն գրանցում։ Լեզու կգտնենք։ Իսկ բաբը համաձայն է։ Իսկ ինչու ոչ։ Հասակն առած մարդ է։ Այսօր վաղը մեկ էլ տեսած չկա։ Թողնեք տունը ձեռներիցս գնա։ Անժելա, դու այստեղ։ Բարև Սոֆիկ մայրիկ։ Պապան ուր է։ Դու էլ ես դիմում բերել ստորագրելու։ Իսկ ով է դերեր։ Անժելան իր անետային գրանցում է պապի մոտ որպես խնամող։ Ինչպես։ Անժելա, դա անազնություն է։ Ինչու։ Երեք դու իմացա, որ Ռումիկիս ուզում են գրանցել։ Հիմա վազել եկել ես, որ տունը զրկվես, ապշտակես։ Օրենքով տունը մերն է, դուք 4 սենյակ ունեք բավել։ Մի մոռացիր, որ մենք 5 անձենք։ Դուք 3 հոգի 3 սենյակ։ Այսօր վաղը Ռումիկիս ամուսացնելու ենք։ Մենք պարտավոր ենք նա սենյակով ապավելը, հա։ Ոչ մի Ռումիկա սենյականից օժիտ է։ Ինչ օժիտը չերս խմել, լավ է։ Վիճակ գցեք, ում բախտը ժպտաց, թոնրանն էլ լինի։ Ոչ մի վիճակ։ Ինչպես տեսնում եմ, ձեր վեճը վերջ չունի։ Եկեք, իմ դիմումը ընդունեք, ես գնամ։ Ինչ դիմում։ Ուզում եմ սեփական ցանկությամբ ազատվել իմ պաշտոնից։ Ինչ պաշտոն։ Ձեր բաբուսյային հանձնում եմ ձեզ, ոչ ժամանակ ունեմ, ոչ էլ առողջություն։ Հիմա մեկը պետք է, որ ինձ նայի։ Այո, բայց դուք մեզ անելանելի վիճակի մեջ եք դնում։ Սոֆիկ մայրիկ, գուցե մեզանից նեղացել եք։ Չէ, լիլիկ ջան, ամենևին, ուղղակի այլևս ես չեմ կարող։ Այնպես որ, ես դուք, են է ձեր հալևորը, ակտով ձեր զգեստրարին հանձնում եմ։ Հիմա դուք գիտեք, կուզեք ինքներդ նայեք, կուզեք ձեզ։ Այսինքն ինչպես թե տարեք, ով է նայելու։ Նա շատ խելոք հիվանդ է, ոչ բղավում է, ոչ տնքում, կդասկուտի, չես տա կհամբերի, այն Դավիթով եմ երդվում, երկու օր չի անցնի, նա ոտքի կգանքնի,
Երկու ամիս անցավ չարողջացավ, հիմա երկորում պիտի պարի, հա? Ես մեռնեմ կպարի, ձեզ մոտ կպարի, տարեք երկոր պահեք, եթե չարողջացավ էլի բերեք, ես կնայեմ, այս խաչովըք։ Սոֆիկ մայրիկ ջան, հազի ջան, այսքան դիմացել ես, մի քանի օր էլ համբերի, ես կարծում եմ պապան երկար չի քաշի։ Դե, ավելի լավ, տարեք վերջին մի քանի օրը դուք պահեք, հարցնություն արեք, հոգեհացին և ձեզ գովեմ որպես օրինակելի հարցերի, գոնե խղճներդ հանգիստ կլինի։ Ձեր կողմից դա առնվազն անազնվություն է։ Դուք պարտավոր եք մեզ նախորոք զգուշացնել, որ մենք գոնե փոխարինող գտնեինք։ Դե օրենքի էդ մի կետը ես չգիտեի, կներեք։ Սոֆիկ մայրիկ, գոնե մի քանի օր դիմացեք, միջև մենք մեկն ու մեկին գտնենք վերեք։ Ոչներդ միայն ձեզ վերադրեք, էլի ջան։ Հիմա դայակը տիպից տային ապրանք է, ջրակով էլ մանգաշ չես գտնի։ Մենք կգտնենք։ Դե մինչև գտնելը ինքներդ նայեք, էլի։ Ինքներդ նայեք։ Սոֆիկ մայրիկ, ասա։ շատ եմ խնդրում։ Գոնե մինչև վաղը դիմացեք։ Չէ, Անժելա ջան, չեմ կա։ Այ, Ինչ։ մեջքիս իշուքա մինելի բռնեց։ Այ, գնա պարկեմ ու մաժեմ։ Այ, Վարդուի։ Վարդուի։ Սոֆիկ մայրիկ, մենք ձեզ կվճարենք։ Այո, փող եք ուզում, փող տանք։ Ինչքան կտակ։ Օրը 1 ռուբլի։ Դուք նայեք ես ձեզ 3-ը կտամ։ Հապա ինչքան եք ուզում։ 10։ Բայց դա օրը ցերեկով թալան է։ Խոչ бы 5։ Նետ 10-ից։ Հապա ասում եք մեջքս ցավում է։ Հողը։ Մեռածին էլ հարություն կտա ջանիկս։ Դե գոնե մի քիչ պակասեցրեք։ 10-ից։ 3 ամսա վարձնել ես գլխից։ Ինչպես։ Գուցե 2 օր հետո մեռնում է։ Թող չմեռնի։ Այս է պայմանս։ Դե։ До свидания։ До свидания։ Լելիք մի բան ասա։ Սոֆիկ մայրիկ։ Հա։ Սոֆիկ մայրիկ ջան։ Սպասեք հանգիստ խոսենք, հա։ 3 ամսվա վարձը կբերեք, այն ժամանակ էլ կխոսենք։ Սալուտ։ Խնդրեմ, այս է քո գովելի հարևանը։ Եվ սպասիր, ում մտքով կանցներ, հա։ Սոֆիկ։ Եվ։ Սոբո ես ինչ արի։ Այ տարան եղբայր, եթե խաղում ենք, աղաղախան, հիմա կարծում եմ ուզենք, չունենք կեզ պիտի տանեն։ Հա, բայց հիմա ինչ կմտածեն քո մասի։ Թող անգամ սատանա թվամ, վատ հարևանի համբավ վաստակեմ, միայն թե տարում եղբայր, կեզ, երջարիք տեսնել։ Դեսի Ալիկ, Ալիկ, այդ գնացողները ովքեր էին։ Հայրիկի ընկերները Իսկ ինչու են եկել։ եկել էին իրենց հիվանդ ընկերոջը տեսության։ Դհո զուրնով։ Դուդուկներով։ Անգամ երկեցին, պարեցին, կերասնել խմեցին ու գնացին։
Լավ էլ ուրիշ տեղ չգտան, քեփանելու եկել են այստեղ քեփանեն, հա։ Դե երևի իմացել էին, որ ընկերը ծանր է, եկել էին հրաժեշտ տալու։ Ինչ կալու։ Վայրենիներ։ Ուրեմն մարդը դեռ չմեռած, հոգեհանգիստ են անում։ Երևակայր վատ չէ, անգամ շատ հուզիչ, մեծ խորհուրդ կա դրա մեջ։ Մեծ խորհուրդ կա դրա մեջ։ Փթած իր դառնապրած սովորություն։ Հիվանդին հանգիստ է պետք է, ոչ թե դոզուրնա։ Ալիք ջան, ինչպես է վիճակը, հա։ Վատ է, շատ վատ է։ Երեկ ես շատ սպասեցի, ուր էիր։ Ոչ մի կերպ չկարողացա գա։ Էլ ամբողջ գիշեր բանկետի էինք նստել։ Դասեր ճիշտ է, ասում են լեզուները կապվել, հա։ Այո, հիմա նրան ոչ մի կերպ մենակ չի կարելի թողնել։ Մենակ չի կարելի թողնել, ու մեր ուղարկում ես, վրընդում է։ Մեծացել, մանկացել է, սկսել է կամակորություններ անել։ Լավ, հիմա ինչ անենք, ինչ։ Բանուգործներս թողնենք, ակ նստենք հիվանդ պահենք։ Այդքան ես ասել չի լինի, չէ։ Լավ ասա, ինչ անեմ, էլ ինչ անեմ։ Հիվանդանոց տեղավորեցի փախա։ Աշխատողներից ուղարկում են, որ նայի բոլորին քշում է։ Ինչ որ Սոֆիկից հետո ոստացել է, չի ուզում ոչ բժիշկ, ոչ հիվանդանոց։ Ասում է թողեք հոգիս հանգիստ տամ։ Իսկ այդ Սոֆիկ կոչեցյալի անունը գոնե մի տուր չեր էր ամաչում տո։ Հորը 10 ռուբլի։ 3 ամսվա փողնել մի անգամից։ Երևակայր հավատալս չի գալիս։ Լավ ասենք, թե մայրը խիղճը կորցրել է, բա տղան, Դավիթը, ուր մնաց ընկերությունը, հարևանությունը, ուրեմն քիչ ենք իրենց լավություն արել, հա։ Սիր, ուծե դու խոսես Դավիթի հետ, որ ազնի մորուրա։ Դե գիտես ինչ, մեկ անթատ ուրիշներից եք պահաջում, իսկ ինքներս, նրանք էլ կասեն տարիք դեր հորը դուք պահեք։ Այմա չենք խնդրում ձերի, էլի վճարենք, բայց ոչ թե առիթից օգտվեն ու պլոգեն մեզ։ Այդ է իրենց գինը, ձեր չի տալիս ինքդ պահիր։ Դե եթե գտնում ես, որ նրանք իրավացի են, այդ դեպքում դա չես մոտել։ Վաղուտ կտանեի, կիրս դերը, կիրս։ Իսկ դու ինչ տրամատ ես, չես կարողանում տնոջը դուր ազդել, կինս դեմ է։ Այդ դեպքում դու ցույց տուր քո տղամարդկությունը։ Դե գիտես, որ ես աշխատում եմ, կինս նույնպես, իսկ դու տանն ես։ Նստիկո դիսերտացիան գրի մեկ-մեկ էլ հայրիկին նայի։ Իհարկե։ Ռոբերտ Արոնս։ Հավեցեք պրոֆեսոր, հավեցեք։ Բարևձեզ։ Պատահմամբ անցնում էի, հիշեցի ձեր հորը, մտածեցի մտնեմ հարցնեմ որովհետեւ ինչպես է։ Վատ է, պրոֆեսոր, վատ է։ Դուք կարծեմ նրան հիվանդանոց տեղափոխեցիք եւ ոչ մի բարեփոխու։ Մնաց հիվանդանոցում, որ բարեփոխում լինի։ Ինչ եք ասում։ Այո, դարձել է շատ նյարդային, չի ուզում ոչ բժիշկ, ոչ հիվանդանոց։ Չլսեցիք իմ խորհուրդը։ Եթե նա ձեզ մոտ լիներ, վաղուց բժշկված կլիներ։ Իսկ լավ ինչ տարբերություն այստեղ թե մեզ մոտ, չէ մեր տան պատերն են նրան բուժելու ինչ։ Երևակայեք, այո, տան պատերն են բուժում, օգնում, հատկապես ձեր հոր նման հիվանդին։ Կրկին ասում եմ, չթողնել ձեր հորն այլևս այստեղ մենակ, հենց հիմա տեղափոխեցեք ձեզ մոտ։ Եվ իսկույն մոգական գավազանի զորությամբ ոտքի նկան։ Երևակայեք։ Սա է ճիշտ է։ Ախր սիրելի Հակոբ Համբարձումիչ, եթե նույնիսկ այն ամենը, ինչ դուք ասում եք, ճշմարտություն լիներ, արդեն ուշ է։ Հասկանում եք, լեզուն էլ կապվել է արդեն։ Լեզուն ոչինչ, դարձյալ ուշ չէ։ Վայ, հայրիկին, ոնց ես, ոնց։ Այգան, կներեցել ես, քանի օրը ոչ մի կետ չի կարողանում գալ քեզ մոտ։ Այ հիմա գործ բան ամեն ինչ թողել են, մի կես ժամով եկել եմ։ Հայրիկ ջան, ասա սիրտդ ինչի կարիք ունի, ինչ ես կամենում, տո պահանջիր, հրամայիր։ Բարև հայրենակից։ Հայր տեսով է եկել, չես հիշում։ Ինչպես կարող է չհիշել։ Չէ, ված չեք, պինդ մնալավ կլինի։ Ասում են, լեզուդ կապվել է, ոչինչ, այդ էլ ժամանակավոր երևույթ է կանցնի։ Ապրեն տղաները, իրենց հոր համար ժիգուլի են զարկել, ապրեն, նրանք որոշել են հենց այսօր ձեզ տեղափոխեն իրենց մոտ։
Այո, եկա թե չէ նրանք իսկույն հայտնեցին այդ մասին։ Պրովատարանուչ, եթե կարելի է, ինձ մի րոպեով առանձին թողեք ձեր հոր հետ։ Խնդրեմ, դուք զրուցեք, խնդրեմ, գնանք, արի, գնանք։ Հայրենագից, այս ինչ նոր խաղ է։ Սա արդեն խաղ չէ, այլ ճակատամարտ։ Լինել, թե չլինել։ Այո։ Իսկ լեզուդ ինչու ես կուլ տվել։ Ոչ ուզում եմ խոսել և ոչ էլ պատասխանել։ Սա էլ մի տեսակ բողոք է։ Թող այս վիճակով տեր կանգնեն, թե սա էլ չօգնեց։ Մնում է Մերնել։ կյանքս կտամ մենակ տանուլ չտամ ես ճակատամարտը, կյանքս կտամ։ Անցնենք լիկով, այնտեղ կզրուցենք։ Դե, Արիկ ջան, ուրեմն այդպես էլ վճարեցինք, հայրիկին կտանեց քեզ մոտ, ես մեքենա Գնա։ մի ամեն, հագիս մեքենա կուղարկեք, զագեք։ Հագիս տնա։ Ալեք դուզ մեզ որ ես ինֆարկտ ստանամ։ Ինչ է պատահել։ Երեկվանից դու ինչ ես եկել, եղբայրդ այստեղ դեր ինչ ես մնացել։ Վերջ, վաղվանից ես դուրը կփակեմ վրատ եւ դու այլևս հորդ երեսը չես տեսնի, մինչեւ դիսերտացիան չավարտես։ Լուսի, ինչ է ձայնդ կցել գլուխը, դու ինչ իրավունքով ես աքելուն որդուն, այցելելու հորը։ Իսկ դուք այդ ինչ իրավունքով 2 ամսվա ընթացքում 2 անգամ չեք բարեհաճել գալ ձեր հիվանդ հորը տեսությամբ։ Իսկ ինչ տարբերություն ես թե եղբայրս։ Եթե նա փոքրն է, դա դեռ չի նշանակում, որ անընդհատ պիտի նրան շահագործեք։ Դուք դիրք ունեք, պաշտոն, ուրեմն ինչու չեք ուզում, որ ձեր եղբայրն էլ պաշտպանի դիսերտացիան, նա էլ մարդամեջ մտնի։ Արժևա, բավական է։ Դու լրիր։ Դու անհեզուգար ես։ Քեզ ինչ ասենք, ասես աշտոշ։ Այավարտիր աշխատանքդ, որից հետո խնդրեմ, գիշեր ցերեկ եկ նստիր հորդ մոտ։ Հիմա կտեսնենք, դա չի կարող պատահել։ Դուք ինչ որ բան շփոթում եք։ Հիմա ամեն ինչ չեմ շփոթում։ Հիմա Ես ճիշտ եմ ամեն ինչ պատահել։ Բացի Անժելան էլ ներկա էր։ Բարտուի։ Ասա Դավիթ։ Կանչիկ մայրիկի։ Մա, աջա, ինչ աղոք է? Մեր ջան, Աջա, ես ինչ են ասում։ ինչ են ասում։ Դու այլևս տան հայրիկ ինչ ես ուզում նայել։ Իսկ ինչու նայեմ, պարտավոր է։ Խնդրեմ, լսեցիք։ Սպասեք։ Ու պահանջել ես օրը 10 ռուբլի այմեր։ Այո, 3 ամսվա վարձնել ես կողից։ Դավիթ, հիմա հավատացիք։ Ոչ, 1000 անգամ ոչ։ Մեր ջան, ասա որ կատակ ես արել։ Ասա որ կատակ ես արել, այ մեր ջան, ասա։ Ինչու կատակ բալիկ ջան, ով է հիմա ձվի լավություն անում։ Խնդրեմ, այս էլ քեզ, հարևան։ Հաշիվ է հաշիվ, հարևանությունն է հարևանություն։ Ասում են հիմա, բանկետին անգամ, ջար ասելու համար փող են առնում է, իսկ իմը բանկետ չէ, հիվանդ է, այն էլ այնպիսի հիվանդ, որ տեղից շարժելու համար տրակտոր պիտի դառնաց։ Այ մեր ջան, այդ դու ես, աղը քեզ չեմ ճանաչում։ Ես էլ ասեմ, են 2 ամիսը որ նայել եմ է, դրա փողն էլ կտակ։ Հետաքրքիր է տիկին Սոֆիկ։ Այդ ինչ 2 ամիս է։ Էլ։ Ուրեմն, մենք ոչ եկել ենք, ոչ էլ նա է։ Ձերը եղել է, Здравствуй, до свидания։ Կտանք, այդ 2 ամսվա փողն էլ կտանք։ Չեմ հասկանում, Բարտուի մեզ քենթանան ինչ փողի մասին է խոսքը, այ մեր ինչ փողի մասին է խոսքը։ Դավիթ ջան, ես քո տեղը լինեի, են քո սարքած ժիգուլու փողն էլ գարնեի։ Այ մեր ջան, ուշքի եք ախր, ինչ ժիգուլի, ինչ փող, ինչեր եք խոսում։ Իսկ ինչու հարազատները ժպտան, օտարները տնքան։ Ասենք, ես վատն եմ, սասների, կաշիպ մագող։ Դե տարեք էլի ձեր հորը, տարեք ձեզ մոտ, ինքներըտ նայեք, տարեք էլի, տարեք։
Վարդուհի, դու այս ամենի մասին գիտեի։ Որտեղից։ Բայց առանձնապես ինչ է եղել։ Երեցեք չգիտեմ ինչ ասեմ, ախր չեմ հասկանում, ինչպես թե ինչ էր։ Հասակն արած կին է։ Այլևս դժվարանում է նաև։ Օրը 10 ռուբլի որտան։ Կջահելանա։ Մենք տարուն հայրիկին մենակ չենք թողնի։ Կեցես, Դավիթ ջան, կեցես, ես այդպես էլ գիտեի, դու իսկական մարդ ես։ Ես խոստանում եմ քեզ համար Սոչի սանատորիայի 2 ձրի ուղեգիր։ Ահա տեսակ, լավություն դեմ լավություն։ Մենք լավությունը չենք վաճառում։ Գնացեք, ոչինչ, Վարդուհի հետ միասին 2-ով կնայենք։ Ես չեմ կարող, Դավիթ, ես աշխատում եմ։ Ոչինչ, ես ցերեկային հերթափոխեմ, չէ գիշերը ես ցերեկը դու, հետո մի շաբաթօր մարտակուտն է, ես կնայեմ։ Հապա մեր տուրիստական ուղեգրերը։ Միշտ տարի կգնան, Վարդուհի ջան, ոչինչ, միշտ տարի անպայման կգնան։ Չեմ հասկանում։ Եթե նա ոչ մի հարազատ չունենար, ես ամեն ինչ կզոհեի, ամեն ինչ։ Եվ ուղեգրերը եւ արձակուրդը։ Բայց փառք Աստծո, եւ հարցներ ունի, եւ որդիներ։ Դե հասկացիր, Վարդուհի, դու հասկացիր, ես նրանց հետ գործ չունեմ, հասկանում ես։ Ես տարուն հայրիկին պարտք եմ։ Ինչ պարտք։ Նա ինձ էլ է հայրություն արել, ինչ պարտք։ Դե պարտքի մասին թող մի քիչ էլ որդիները մտածեն։ Դուք ինչ եմ, մորս հետ խոստը հետ մեկ եք արել։ Ես չեմ նայել Դավիթ։ Վարդուհի, Չեմ կարող։ դե եթե իմ խնդրանք է քեզ համար ոչինչ չարժե, ուրեմն դու քեզ համար, ես ինձ համար։ Ինչ։ Ուրեմն բաժանվենք։ Ինչպես ուզում ես հասկացիր։ Իսկ դուք հանդիպ։ Ինչպես կարող եք մի կողմ քաշած։ Սառնասրտությամբ նայել, թե ինչպես ձեր որ պատճառով մենք պիտի բաժանվենք։ Բա դուք խիղճ ունեք։ Համենայն դեպս, մենք մեր խիղճը 10 ռուբլով չենք վաճառում։ Գայլերի հետ որ ապրես, գայլերի պես պիտի որնալ սովորես։ Չեմ հասկանում։ Իսկ ինչու դուք ձեր հորը ձեզ ոչ չեք տանում, ախր ինչու։ Որովհետև մենք դրան չափից դուրս շատ ենք սիրում։ Դավիթ, սիրելիս, հասկանում ես։ Ախր ոչինչ չեմ հասկանում, ոչինչ։ Դավիթ, մեր հայրը մեզ համար սրբություն է։ Դուք ճանճներս էլ ուզի չեք խնայ։ Բայց մենք ուղղակի անտանելի վիճակում ենք։ Ես մեր խեփ Ալիկը գլուխը կորցրել է իր դիսերտացիայի համար։ Ես ավելի վատ վիճակում եմ, պատասխանատու աշխատանք։ Չգիտես քանի կտոր լինես, որտեղ հասնես։ Թեկուզ պայթիր, բայց պլանտ ու։ Իսկ մեր կանայք, դե գիտես, մեկ աշխատում ենք։ Մյուսը երեխաներ։ Գիտեմ, ամեն ինչ պարզ է, պետք չէ շարունակել։ Գնացեք, նա իմ հայրն է, և նրան կպահեմ։ Իսկական մեծատարով մարդ։ Դե լավ, ես ուշացա, գնացեք։ Ռոբերտ Տարոնաչ։ Դա թե ինչ կասեմ։ Եթե չեք ուզում կորցնել ձեր հորը, Ինչպես թե կորցնել։ Միթե այդքան ծանր է։ ամենաշատը 3 օր։ Միթե հնարավոր չէ ոչինչ անել։ Ցավոք սրտի։ Ռոբերտ Տարոնաչ, ես մի խնդրանք ունեմ։ Գոնե նրա ցանկությունը կատարեք։ Որն է ինչ ցանկություն։ Գոնե նրա վերջին հաշված օրերը թող լինի ձեզ մոտ, ձեզ հետ, թորների հետ, թող չգնա կարոտը սրտում։ Այս բոլորը չէի կարող չասել, իսկ մնացածը դուք գիտեք։ Դե, լսեցիք։ Դե եթե մի քանի օր է մնացել, այլևս իմաստ չունի տեղափոխել։ Ճիշտ է ասում Անժելան։ Ինչու մեր սիրելի պապայինի զուր տեղը տանջենք։
Ռոբերտ, դու ինչ ես մտածում։ Մարդ ես ինչ պիտի մտածեմ, ես ուղղակի ինձ կորցրեցի։ Վայ հայրիկ, Էլի երկինքն ամպելա, հերասիրցին ծամբելա, մեզնեց Հայ մարդ ինչ եք ձայներդ կսել գլուխներդ, ես արդեն ուշացա, հիմա ես պիտի այրոպորտում լինեի, արտասահմանից հյուրեր են եկել պիտի դիմավորեմ, վաղ առավոտյան Մոսկվա եմ թռնելու։ Ուրեմն այսպես, հայրիկի ես տարա ինձ մոտ։ Ինչու դու։ Մեծն է թողնել տանի։ Մեծս փոքրս որն է Անժելա։ Վերջացրեք, հայրիկը մեզ մոտ կապրի։ Որտեղ։ Եկուս պատշգամբում։ Ուրեմն նրան 4 սենյակը թողնենք, հայրիկին տանենք պատշգամբում պարկեցնենք։ Գիտես ինչ կա Անժելա, այժպես ամեն ինչ չափ ու սահման ունի։ Դու հայրիկի համար ամեն ինչ ես եմ անում, ես։ Մի բան են դու կարեք։ Այո, հայրիկը մեզ մոտ կապրի։ Ալիք սիրելիս, ես դեռ կյանք չեմ տեսել, կյանքի փորձ չունեմ, այդ ծանր հիվանդին ինչպես նայեմ։ Ես կնայեմ։ Իսկ դիսերտացիա։ Մեծ հարցն է, եւ նա պարտավոր է նայել իր սկեսրարին։ Պապուսը ամեն ինչ շատ նրան է սիրել, ամեն ինչ շատ նվերներ է նրան է տվել։ Իսկ դու սիրելի Անժելա, պակաս ես մնացել։ Անգամ թոշակն է իր սեփականացրել։ Ախ, թոշակն ես երեսով տալիս։ Այո։ Իսկ պարսկական գորգերը, որ բոլորը տակով նարիք, չասիք մեկնը փոքր որդուն է։ Գորգերի մասին ոչ մի խոս։ Գորգերը ոչ ձերն են, ոչ մերը։ Հայրիկի մահարձանի անձերն մխելի ֆոնդն է։ Մոտ է, ամոթ է։ Ոչ պայմանները, մեծ տարեք։ Գնացեք։ Ես քեզ հետո խոսեմ։ Եվ ինքդ էլ կապահեց։ Արի, ես քեզ հետո խոսեմ։ Գնացեք։ Արշուվի։ Գորգերը, Ալիք սիրելիս։ Ես համարեմ, ամբողջ կյանքը սրա նրա հաշվին։ Ալիք սիրելիս, դու ինքներիդ պատից չեմ կարող։ Ես հիմա կգնամ, կփակվեմ եւ վերջ։ Չփորձես ոչ աղմկել, ոչ էլ վախել։ Վերջրու հարդ, եւ ուղիղ մեծ հարցի դու եղբայրը 4 սենյակ անուն դղյակ։ Չփորձես, ամոթեմ, չփորձես։ Անժելա! Անժելա! Արևի շողը վերսարին չարած, արդեն չրում ես ողը ծարաված, ոտքի դերքի տակ վաղն է կյանք առնում, Տարան հայրիկ, Եվ քո սիրով է լսում ես ինչ լավ երգ է, տարան հայրիկ։ ճանայեպա Տարան հայրիկ, ձենով ինչ-որ շտապ գործով կանչեցին, խնդրեցին մոտդ մնա, մինչև հիմա իրան կգան։ Հետ կարդամ լսես, տարան հայրիկ։ Ատան վերջին նորեր լսի, հա։ Միջազգային լուրեր։ Վաշինգտոնում ձուն է եկել, տարան հայրիկ։ Իտալիայում ջրհեղեղ է, էլի սկսվեց։ Ահա, Թուրքիայում խառնվել են իրար, մեջլիսում տուրը դմփոց է։ Համյուտելական լուրեր, հաստատել են Մոսկվայի նոր հատակագիծը։ Հանրապետական լուրեր, Իջևանում ոսկու հանք են հայտնաբերել։ Լսեցի՞ր տարան հայրիկ։ Տեղական լուրեր, մեր գործկոմի նախագահին հանել են, շատ էր ճարպակալել, աթոռը տակը ճռռում էր։ Աթոռը տակը ճռռում էր, տարան հայրիկ։ Տարան հայրիկ, հիշում ես ինչքան ես ինձ գուրգուրել ու ջերմացել ինձ ցուրտ մանկությունը։ Այ հաշվի, որ մի տղատել ես եմ։ Կարող չանաս, եւ ես քեզ որպես իմ հայրը կնստեցնեմ մեր նորակառույց մետրոն ու միասին կսլանանք երամության մեջ։ Ու քեզ համար կերքեմ քո սիրած երգը, տարան հայրիկ։ Սկանախ
կփնտրես ասայան դու չտեսար իմ մարալի իմ բարի Շնորհակալ եմ Դավիթ ջան։ Ոյ, լեզուտ բացվեց տարան հայրիկ, դու խոսեցիր տարան հայրիկ։ Քեզ հետ ես չէի կարող չխոսել, Դավիթ ջան։ Ված տարան հայրիկ ջան, մենջա, Ես ինչ պատրաստություն է։ Հոգեհաց։ Հոգեհաց։ Էդում համար այն է։ Էլում։ Դարուն։ Ողոր միրե։ Չեր ես ասում այն մեր ջան, էդ երբ։ Հիմա մեռնելը ինչ։ Կաս։ Չկաս։ Բայց երեք միջև իմ գնալը լավ էր, չէ, այդքան երկեցինք, պարեցինք, ուրախացանք։ Քո գնալուց հետո ոտքերն էլ բացվեց, սկսեց մանգալ, ոնց որ առաջվա տարոնը։ Դու մի ասա, ժամերը հաշված է։ Ախ, տարոն հայրիկ ջան։ Ու, նա հիմա ներսում չէ, տարան։ Ո՞ր է տարան, ով տարան, ուր տարան։ Շտաբողությունը, նա հիմա են ինչ են ասում է, դորգ է, մորգ է, ենտեղ է։ Մորգ։ Դավիթ ջան, Դավիթ։ Խրետ ինչպես պատրեց, արմեր ջան, երեք այդքան լավ է։ Լավ Դավիթ ջան, քեզ այդքան էլ մի սպանի, ազիզ ջան։ Նա մեզ համար միշտ ողջ կմնա, Դավիթ ջան։ Վայ, Դավիթ ջան, մի բան կա, պարտավոր եմ քեզ ասել, բայց ախր չեմ կարող է, երդվել եմ, հեղք եմ գործել։ Չեմ հասկանում, ինչ մեղք ես գործել, այ մեր ջան։ Թաղենք, պրծնենք, նոր կխոստովանում։ Հա, Բարև ջան։ Բարև Սոֆիկ հայրիկ։ Բարև Դավիթ։ Հայրիկը ներսում է։ Քնած է։ Այդպես էլ գիտեի։ Իսկ Անժելան ինձ հավատացրել էր, որ Ռոբերտը հայրիկին տայել է իր մոտ տուն։ Նա ուղղակի խելքը դարձրել է դիսերտացիայի սրան։ Բարև ձեզ։ Բարև։ Անկապ դուրը փակեց, բանտարկեց, որպեսզի ավարտեմ դիսերտացիան։ Եվ ինչպես։ Ավարտեցիր, այնպես ինչպես կարող է այստեղ հայտնվել փախը։ Ուշի արդեն ուշ, չափից դուրս ուշ։ Ինչ է պատահել։ Ինչ է պատահել։ Ինչպես պատահեց ես մեռավալի։ Ով։ Ինչպես թե ով։ Մեր պապա։ Լրիր, ինչեր ես խոսում։ Հայրիկը ներսում քնած է։ Քնած է։ Ինչպես թե քնած է։ Բայց Ռոբերտը զանգեց եւ ասաց։ Ուր է Ռոբերտը։ Ահա գալիս է։ Ռոբերտ, հայրդ կենթանի եւ դու ինձ սևեցակցում։ Ինչեր ես խոսում, ինչպես թե կենթանի, ապա թերթը։ Ինչ թերթ։ Խնդրեմ, իմ և քո հայտարարությունը թերթում հայրիկի մահվան մասին։ Հապա, ասում եք քնած է։ Համերժական քնով։ Հայրիկ, նա մորգում է։ Այդ next party, next party։ Կոնե դու լրիր,
Եթե ես իմանայի, որ դու հայրիկին չես տարել, ես կմեկնեի։ Միտը դու այստեղ չէի։ Ես նույն օրը ոսկված թրա։ Ախ, Անժելա։ Ախ, Տեր Աստված։ Մտնում եմ հիմնարկ, բոլորը գիտեն, բացի ինձանից։ Մոտենում են, ցավակցություն են հայտնում, զանգ-զանգի հետևի, երբ, ինչպես, ուղղակի իմանացած վիճակ։ Իսկ ես կարծեցի, թե հայտարարություն թերթում դու ես տվել։ Ես միայն նոր իմացա։ Հետաքրքիր է, Ռոբերտ, ոչ դու, ոչ Ալիկը, հապա ով է տվել այդ հայտարարությունը։ Երևի տեղակալս, Չոմբեն, առավոտյան արդեն մեքենա էին ուղարկել Սևան թարմ իշխան բերելու, արդեն պահեստից ամեն ինչ դուրս էին գրել, էլ սևի կրա էլ ասատրինա, իսկ այդ պարակարի ճանապարին էլ ծանիք չէին թողել բերել լծրել էին հիմնարկ։ Այդպես էլ կա հայտարարություն թերթում Չոմբեն է տվել։ Այդ մեկը ներիր, հայտարարությունը ձեր հերն է տվել։ Ինչ? Այսինքն, այդ ինչպես այն է ջան։ Խոսում է էլի։ Այո, հենց ինքը։ Նա այդպես էլ ասաց։ Տղաները շատ զբաղված են, ժամանակ չեն ունենա։ Այդ գլխացավանքից էլ կազատեմ։ Ինչպես, ուրեմն գնաց հայտարարություն տվեց ու եկավ մեռավ, հա։ Հենց ասաց այդպես։ Ախր նա սուրբ մարդեր է, այդպիսիները զգում են իրենց մահը։ Մեռնելուց առաջ էլ շորերը փոխեց ու դուրս գնաց։ Ոնց է դուրս գնաց, սայլակով։ Իր ոտքերով։ Ինչպես։ Լսի, Ալիկն արդեն քայլում էր։ Լեզուն էլ բացվեց։ Սոֆի, Աջ։ լսի, դու ինչ է, մեզ ձեր ես առը։ Մայրիկը ճիշտ է ասում։ Այո։ Դեռ այն օրը, որ դու գնացիք, նա արդեն սկսեց խոսել։ Не может быть։ Может։ Էս բոլորն էլ ինքը բերեց ու ասաց, էս էլ իմ հոգի հացը։ Կարող է տղաներս արհամարեն մեր սովորությունը։ Կամ էլ դարտից մորանան, ու մի կտոր ողորմա հաց էլ չտան մարդկանց։ Պապա ջան, մի գլուխդ բարձացրու, և տես Ռոբերտս ինչեր է անում իր հոր պատվին։ Ախր հեչ մեռնելու մարդ չէր է։ Էս երկուրս էլ այնքան էր լավացել, որ դարձել էր են առաջվա թամբալիկ տարոնը։ Պապա ջան։ Ռոբերտ ջան, հետո չգիտեմ, ինձանից որ մեղքերի համար թողություն խնդրեց, բանի տեղ չտրի, թողեցի գնացի, եկա տեսնեմ ինչ։ Զուգված, թարթարված, պարկել է, կարծեցի քնած, ասում եմ, տարով եղբայր, վեր կաց է, այ տարու վեր կաց, չկա։ Ախ, տարուր հայրիկ։ Դե հանգստացիր, զերգացացիր, վեր կաց, արի բարդ, արի Ուր է իմ պապուսը, Ալիկ սիրելիս, ներիր ինձ, ինչ իմանայի հանուն քեզ եմ մեղանչը, աղ պապուսը, ներիր քո սիրելի հարսի, ախր ինչպեսի մարդ էր, բարի, ազնիվ, Սավ հոգուտ է։ Կալևս մեր հասցենում, մեր սիրելին Անժելա։ Վերջացրեք, հիմա կարևորը թաղման, կազմակերպչական միջոցառումներն են, այն պետք է անցկացնել ամենաբարձր մակարդակով։ Այո, Ռոբերտ, պապայի համար ոչինչ խնայել, թող երեք նվագախումբ լինի, լարային, փողային, Էստրադային։ Եվ հետո, չմոռանաք պապուսյայի սիրած դուդուկիստների տրիոն։ Ինչ որ անհրաժեշտ է, այն էլ կլինի էստրադայի։ Դա ավելի լավ է գնային լուսանկարների ալբոմը բեր, հայրիկի նկարներից մեկը պետք է ընտրենք թերթի համար։ Թերթի խմբագրությունից մարդիկ կգան, պետք է գրի առնեն հայրիկի կենսագրության կարևոր տարեթվերը,
Թող բոլորն իմանան, թե ինչպիսի ծառայություններ ունի մեր հայրը հայրենիքի հանդեպ։ Ահա, խնդրեմ, հայրիկ չէ, մահախոսականի լուսանկարն էլ պետք է քաղաքական իմաստ ունենա, ամեն տեսակի դեմքերը չէ, որ կարելի է թերթում տպագրել։ Հիմա որքան ուզում եք լաց եղեք, բայց ժողովրդի մոտ գոնե ձեզ վստահ, թաղումն էլ վերջապես պիտի կուլտուրական լինի։ Դե հիմա եկեք մի խորհրդակցենք, կոնսիլիում անենք, տեսնենք վաղն ինչ ենք անում, մյուս օրն ինչ ենք անում, այդքան աշխատանք, այդքան ծախս, այդքան գործ, եկեք, խնդրեմ, դուք էլ կարող եք մասնակցել, կարող եք։ Ուրեմն այսպես ենք վճռում, վաղը կանենք հոգեհանգիստը, իսկ մյուս օրը թաղումը։ Առավոտյան ես հայրիկին կտեղափոխեմ ինձ մոտ։ Ռոբերտ, թույլ տուր հայրիկին տեղափոխել ինձ մոտ։ Ալիկը ճիշտ է ասում։ Նա փոքր որդին է եւ իր հորից շատ էր կապված։ Թույլ տվեք հայրիկին տեղափոխել մեզ մոտ։ Հասկացիր, Անժելա, խնդիրը մեծ ու փոքր չէ։ Իմ հեղինակությունը պահանջում է, որ ես հայրիկին տանեմ ինձ մոտ։ Այլապես տեղի եմ տալու ինձ համար բոլորովին տհաճ ասեկոսեների։ Միայն եւ միայն ինձ մոտ։ Ղեկավարներ կլինեն, մինիստրներ կգան։ Նրանք եւ մեզ մոտ կարող են գալ։ Այո, ձեզ մոտ կարող են եւ չգալ։ Իսկ ինձ խիստանրաժ է, որ նրանք լինեն, որտեղ ես անհետաձգելի գործեր ունեմ, որ պետք է անհապաղ լուծեմ։ Ալիկն էլ իր գործերն ունի։ Դիսերտացիան, ամբողջ երաժշտական աշխարհն է լինելու։ Նրա բոլոր օպոնենտները, օպերային թատրոնի սոլիստներ, բաս, բարիտոն, ավելի լավ Անժելա։ Ավելի լավ։ Մեզ մոտ հեշտ լուծել եւ Ալիկի հարցը։ Ռոբերտ էլ ոմանց կակնարկի։ Անժելա։ Եվ այդքան բազմություն դու որտեղ ես տեղավորելու, քո սենյակները փոքրն է։ Դե հասկացեք, ես պապուսյայի առաջ մեղավոր եմ։ Խնդրում եմ, թույլ տվեք մեղքս քավեմ։ Կարող ես հանգստանալ, մեռածները հիշաչար չեն։ Պապուսյան, պետք է մեզ մոտ լինի։ Մի մոռացիր, սիրելի Անժելա, որ հայրիկի թաղման ողջ ծախսը ես վերցնում եմ ինձ վրա։ Ինչու քո հիմնարկի վրա։ Իսկ ինչ տարբերություն ես թե հիմնարկը։ Հիմնարկը դա ես եմ, ես։ Իզուր եք վիճում։ Պարոն հայրիկ արդեն որոշել է, թե որտեղ պետք է լինի հոգեհանգիստը։ Որտեղ։ Այստեղ իր տանը, որտեղ։ Ինչպես Ալիկի չես գնալ։ Մոռացա ասել։ Ահակին հերակներ են եկել։ Արդեն։ Նա, խնդրեմ։ Ռոբերտ Տարոնովիչ, ուղղակի հավատալուց չի գալիս։ Երբ, ինչպես։ Ներեցեք մի պահ ինձ թվաց, որ սա նոր խաղ է։
Ինչ խաղ։ Ձեր հայրը նա չէր կարող մեռնել։ Մերա, օրնիր։ Զարմանալի է։ Ներեցեք, պրոֆեսոր, բայց չէ որ ինքներդ ասացիք, որ 3 օր հազիվ թե քաշի։ Այո, ներեցեք, ընդունեցեք իմ խորին ցավակցությունը։ Բայց եւ այդպես էլ դուք ծերուկին չտեղափոխեցիք ձեզ մոտ։ Չասցրինք։ Ինձ շատ անհրաժեշտ է իմանալ վանվան պատճառը։ Խնդրում եմ, մի բաժակ նրա օղորմաթասը խմեք։ Մնա հետո, ինչ օղորմաթասի ժամանակ է, մնա հետո։ Դա ձեր հոր ցանկությունն է։ Նա այդպես էլ ասաց. Սոֆո, մինչև թաղումը սեղան կբանաս, մտնողը թող իմ օղորմաթասը խմի։ Եկեք գոնե վերջին ցանկությունը կատարենք։ Համեցեք, պրոֆեսոր։ Պապա ջան, ինչու դու մեզ մենակ թողեցիր, ոյ, նիմագում, ախ, պապուսյա ջան, Ինչ, մեզ մնում է ասել օղորմի իրեն, օղորմի, ոչ ձեր արածներ լավ և ոչ էլ ձեր հոր, այսպիսի վերջավորության ես չէի սպասում, շատ ցավալի է, որ չկարողացաք պահպանել ձեր հորը, նրան սպանեց ձեր անդարբերությունը, Ինչեր եք խոսում է։ Այո, ձեր հայրը մի անգամ առողջ մարդ էր, ձեր որդիական մեռած խիղճը նրան հասցրեց ողբերգական այն վիճակին, որ նա կերադասեց մահը, ես համոզված եմ, որ նա թույն է ընդունել։ Չէր եք խոսում, պրոֆեսոր։ Ճշմարտությունը ներեցեք։ Լսեք, դուք դες հաշիվ տալիս եք, թե ինչեր եք խոսում։ Դուք դրանով զրպարտում եք ոչ միայն մեզ, այլև մեր հորը։ Համբերել մինչև հերթումը։ ինչպես, ուրեմն, Մի լսիր, պապուսը, ախ, պապուսը, որտեղ ես, Ես այստեղ եմ։ Մի վախեցեք, ինքը չէ, նա ոգին է, ոգին։ Դու բարով եք տարոն հայրիկ ջան։ Հայրիկ, սիրելիս այդ դու ես։ Հայրիկ, ինչ է նշանակում այս ամենը։ Ես ոչինչ չեմ հասկանում։ 5 օր սպասեցի, չերևացիք, կարոտով գնացի։ Հիմի եկել եմ վերջին անգամ նայեմ ձեզ և մնաց բարով անեմ։ Հայր ջան, դուք կենդանի ես։ Միայն ոչ ձեզ համար։ հիմա, մեր պապուսյան, մեռած է, թե կենթանի, Ահա հրաշքը տեղի ունեցավ։ Տարոն, ես կարծում էի դու թույն ես ընդունել։ Թույնը թույլերի համար է, պրոֆեսոր։ Ես մեռա վշտից, մեռա որ ներկա լինեմ իմ վերջավորությանը։ Վերջդ վատ չէ, այնպեսի թաղում ենք ես համար կազմակերպել։ Թաղել գիտեմ։ Քանի ողջ էի, ոչ ոք չկամեցավ իր տան դռները բացել թեկուզ 1 օր, 1 ժամ, մեռա թե չէ բոլոր փակ դռները բացվեցին, կռիվ, վեճ, վիրավորանք, թե ում տանից դուրս պետք է հանեն դիակս, թե աշխարհ եք գալիս, արև դարձեք, ջերմացրեք մարդկանց, մարդ ծնվեք, մարդ էլ մեռեք, բայց այ նայում եմ ես հասարակ, հալալ կատնակեր երիտասարդին ու կնոջը, հպարտանում եմ, որ նման երիտասարդներ շատ կան, Էրնեք նրան, ով մարդ կգա ու մարդ կերթ աշխարից։ Պրոֆեսոր ջան, վերցրու բաժակդ։ Օղորմի ինձ։ Անուշեղա պապա ջան, անուշեղա պապուսը ջան, Գնացինք, պրոֆեսոր, գնացինք։ Ուր, հայրիկ։ Այնտեղ,
որտեղ ծնողներին մենակ չեն թողնում։ Գնացեք, արևը ձեզ է, գնացինք պրոֆեսոր։ Պարոն Հայրիկ, բա ես քեզ կթողնեմ։ Ես մեռած չեմ թողնել։ Համեցեք մեզ մոտ պրոֆեսոր, համեցեք։ Բա ես քեզ կթողնեմ, պարոն Հայրիկ։ Համեցեք։ Բա մենք թողնենք Շատ։ Ոչ մեկներ չես գնաս, պարոն Հայրիկ, վերջ։ Come on,